Կիլիկյան դա սփյուռք պետականացված սփյուռքն էր որտեվ Կիլիկյան ճիշտ է տիտղոսակիր ազգեր շատ կան Կիլիկիայում, ասենք տարբեր դարերում տարբեր ժողովուրդներ են ապրել, բայց ամեն դեպքում Կիլիկիան հայկական լեռնաշխարհ չէր եւ եւ այդ ֆենոմենալ իրավիճակը ստացվեց եւ արտագաղթերի արդյունքում հայերը կազմեցին մեծամասնություն, էլիտաները դարձան հայերը եւ սկսելով իշխանապետություններից վերջում ունեցան արդեն Լևոնի երկրորդ մեծագործի ժամանակ հայկական պետականություն։ Ասեք, եթե մինչ Ցեղասպանյան շրջանը հայության մեծամասնությունը ապրում էր հայրենիքում, փոքրամասնությունը գաղութում Սփյուռքում, հայրենիքից դուրս, ապա հետ Ցեղասպանության շրջանում փոխվեց պատկերը։ Այսօր ցանցերը գործում են կառույցներով։ Ֆրանսիայի դաշնակցական, Ամերիկայի դաշնակցական եւ Լիբանանի դաշնակցական իրար հասկանում են։ Բարև ձեզ, այսօր Մաքուր պատմության մեր զրուցակիցը Էդգար Հովհաննիսյանն է, ով Հայաստանի մանկավարժական համալսարանի պատմության եւ հասարակագիտության ֆակուլտետի դեկանն է, սփյուռքագետ եւ պատմական գիտությունների թեկնածու։ Էդգարի հետ մենք խոսել ենք Սփյուռքի մասին, ընդհանրապես Սփյուռքի մասին, ինչպես են ձևավորվում սփյուռքերը տարբեր երկրներում, որտեղ հաջողված սփյուռքեր կան, ինչ մոդելներով են իրենք աշխատում եւ իհարկե կենտրոնացել ենք հայկական Սփյուռքի մասին, երբ գաղթաշխարհը ի վերջո դարձավ Սփյուռք, ինչ տարբեր ժամանակային, պատմական եւ իրադարձային փուլեր են անցել եւ նաեւ վերջում փորձեցինք հասկանալ ինչու ենք մենք այսօր այդքան վատ օգտագործում Սփյուռքի ռեսուրսը, ինչու էֆեկտիվ չի աշխատանքը պետություն Սփյուռք եւ փորձեցինք նաեւ հասկանալ թե ինչ կարելի է անել։ Անպայման դիտեք հաղորդումը, շատ հետաքրքիր հաղորդում է ստացվել եւ միջայլոց շատ քիչ եք բաժանորդագրվում մեր այլ ալիքներին, մենք Spotify-ում կանք, մենք կանք Telegram-ում, մենք YouTube-յան առանձին ալիք ունենք եւ եթե հետաքրքրում է եւ եթե կարծում եք, որ մենք լավ բան ենք անում, կարող եք մեզ դառնալ պատրոն եւ Patreon-ում, Boosty-ում եւ այլ հարթակներում մեզ օգնեք եւ ամբողջ լինքերը կլինեն այս թողարկման ներքևում։ Դիտեք այս հաղորդումը եւ սիրեք պատմությունը։ Էդգար ջան, ողջույն։ Ողջույն։ Այսօր որոշեցի, որ պետք է խոսենք մի թեմայի մասին, որը տարբեր թեմաների շուրջ միշտ անդրադառնում ենք։ Սփյուռքի մասին միշտ խոսում ենք։ Նաև տարբեր մասնավոր թեմաներ ենք ունեցել Սառը պատերազմի ժամանակվա Սփյուռք, Իսրայելում մեր համայնքի մասին, բայց այն որ մտածում եի, որ վերջին հաշվով եթե Սփյուռքը չլիներ, մենք որպես պետություն շատ ավելի ուրիշը կլինեինք, ուրիշ կշիռ կունենայինք, ուրիշ հեղինակություն կունենայինք, հնչեղություն կունենայինք, եւ դրա համար որոշեցի, որ մի հատ տեսական փորձենք հասկանանք, որտեղ միշտ հայկական Սփյուռքի մասին խոսում ենք, բայց ուզում եմ առաջից հարցս այսպես շատ մեծ թեվակերպեմ, դրանից ինչ է Սփյուռքը։ Ինչ է Սփյուռքը դիասպորա կոչվածը, որ միայն մենք չունենք, չէ՞, շատ ժողովուրդներ ունեն։ Շատ շնորհակալ եմ հարցի համար, միջև այդ հարցին անդրադառնալը երկրորդեմ, այո, որ հայությունը եւ Հայաստանը Սփյուռքով մեկ բան է, առանց Սփյուռք մեկ բան է, եւ եթե մենք ուզում ենք մեզ հասկանալ եւ հայության ամբողջական պատկերը ընկալել, անպայման պիտի դիտարկենք Սփյուռքը եւս եւ Սփյուռքը ինչ որ իմաստով Հայաստանի շարունակությունն է այդ իմաստով հանդիսանում, նաեւ իհարկե Սփյուռքը մեր պատմական ճակատագրի վայրիվերումների եւ ողբերգությունների արդյունք է լայն իմաստով հանդիսանում, բայց այսօր ունենք իրողություններ, որ երևի աշխարհում եզակի ազգն ենք, որ այս դիսբալանսը կա, եթե պայմանական այսօր ընդունում ենք, որ աշխարհում կա 9-ից 10 միլիոն հայ, եւ ընդամենը 1/3-ն է ապրում Հայաստանի Հանրապետության տարածքում եւ մեծամասնությունը փաստորեն 2/3-ը ապրում է Սփյուռքում, այս դիսբալանսը բնորոշ չէ շատ երկրների, սա շատ ժողովուրդների, սա ինքնատիպ իրավիճակ է եւ այդ իմաստով անտեսել այս մեծ զանգվածի գոյությունը, առաջացման պատճառները, ներկա իրողությունները, տեսական եւ գործնական բազմաթիվ հարցեր, ապա մենք սխալ պատկերացում կունենանք հայության այդ ներկապնակի վերաբերյալ, այդ մեծ ներկապնակի։ Եվ այո, գալով Սփյուռք կոնկրետ արդեն ձեր հարցին, Սփյուռք երևույթին, տեսեք, Սփյուռքը
տերմինը որպես այդպիսին հետաքրքրական է, որ մեր հասարակական, քաղաքական, հանրային, գիտական, մշակութային կյանքում կիրառվեց 20-ական թվականներից, 1920-ական թվականներից։ Մինչ այդ մենք ունենալով երևույթ, այսինքն հայության հայրենիքից դուրս գտնվելու այդ հանգամանքը սփյուռք տերմինը չենք կիրառել։ Մենք խոսել ենք գաղութ, գաղթաշխար, գաղթավայրեր, 20-ական թվականներից մտավ այդ տերմինը կիրառության մեջ, ընդ որում ասեմ սփյուռքագիտության, պատմագիտության մեջ մեծ դիսկուրս կա, թե ով է առաջինը կիրառել։ Տեսակետներից մեկի համաձայն առաջինը Մեծիտան Կիլիկիո կաթողիկոս Սահակ Խապայանն է իր նամակներից մեկում սփյուռք որպես հավաքական իմաստով տերմին կիրառել, բայց փաստը այն է, որ 1920-ականների կեսերից վերջերից եւ հատկապես 30-ականներին համատարած մամուլում, գրականության մեջ, հանրային կյանքում տարբեր հրատարակություններում սփյուռք տերմինը արդեն բնորոշող հայության հայրենիքից դուրս գտնվող այդ զանգվածի մտավ կիրառության մեջ։ Եթե փորձենք այն տերմինը հասկանալ, դա միջազգայինորեն թվված դիասպորա բառի փաստորեն համարժեքն է խորքային ներկայացնում, այսինքն որն էլ հունական այդ արմատներ ունի, այսինքն ցրված սփռյալ լինելու այդ վիճակն է բնորոշում։ Բայց միշտ հարց է առաջանում, թե ինչու հատկապես 20-ականներին փաստորեն նոր տերմին մտավ կիրառության մեջ։ Ես իմ ուսումնասիրություններից մեկում, երբ որ քանակական եւ որակական որոշակի վերլուծություններ էի փորձում անել սփյուռքի հետ կապված եւ հասկանալ սփյուռքի փոխակերպումների գործընթացը, մի բան ակնհայտ է, որ այդ շրջանում, այսինքն 20-ական թվականներին հայկական սփյուռքը փոխակերպվել էր եւ այդ փոխակերպումների արդյունքում հիմա ես հավանաբար կանրադառնամ խոսենք դրա մասին, ինչ ուղղությամբ է փոխակերպվել, մենք գործ ունենք նոր իրողությունների հետ, նոր որակական եւ քանակական նոր իրավիճակի հետ եւ ըստ էության դա էլ բխեց նոր տերմինոլոգիաների ձևավորմանը, նոր տերմինի կյանքի կոչմանը, իդեմս սփյուռք տերմինի, որն էլ այսօր փաստորեն կիրառվում է բնորոշելու Հայաստանից դուրս ապրող հայությանը լայն իմաստով։ Հա, երբ որ ասենք որ նոր երևույթ է, բայց ամեն դեպքում, ասենք պայմանական նոր, այսինքն նոր ջուղայի ֆենոմենը կարելի է համարել նախատիպ, չէ՞։ Կարող ենք համարել, չէ, որ այդ ամեն գաղթաշխար տերմինը օգտագործեցի, շատ գեղեցիկ տերմին է։ Ինքը վերջին հաշվով մեր սփյուռքի ակունքները այնտեղ փնտրում ենք, չէ՞, ամեն դեպքում։ Չեմ ուզում ասեմ տարբեր երկու երևույթներ չէին, ինչ որ որակական բան փոխվեց, բայց այնուամենայնիվ ժառանգականություն ունենք։ Այո, իհարկե ժառանգականություն ունենք, զուտ են իմաստով, որ հայկական գաղթավայրեր կային հայրենիքից դուրս դեռ 4-րդ դարից սկսած համարվում է, որ հայկական առաջին կարտագաղթերն ու բռնագաղթերը դեռ 4-րդ դարից են սկսել, հետագայում շարունակվել են, ասենք, չգիտեմ, մեծ ալիքեր, օրինակ Բագրատունյաց թագավորության կործանման շրջանը, բոլորս հիշում ենք, թե ինչպես այդ թագավորությունները, ասենք, Վասպուրականը, մնացածը, ասենք, իրենց տարածքները հանձնում էին Բյուզանդիային եւ արտագաղթում էին դեպի Կիլիկիա, փոքր հայ կետ։ Որոնք ամբողջ գյուղերով եւ ամբողջ բնակչությամբ, ազնվականությունը, բնակչությունը եւ այլը գաղթում էր եւ այդ ամենամեծ գաղթերից մեկն է, հետո սկսեց Սելջուկ-մոնղոլյան արշավանքներ, նորից գաղթերի ալիք եւ այլը եւ անընդհատ այդ process-ը Պարսկա-Օսմանյան պատերազմների ժամանակ մեծ թվով Շահ-Աբասի բռնագաղթը չմոռ, այսինքն հայությունը մշտապես գտնվել է այս տեղաշարժերի մեջ եւ մշտապես սփյուռք, այսպես ասած, մենք ունեցել ենք փոքրատառով գրած, հա, որ սփյուռք որպես հայրենիքից դուրս գտնվող համայնքներ։ Իսկ 20-ականների այդ տերմինը հիմա ես կանրադառնամ ինչն էր գլխավոր տարբերությունը եւ մեծ արտագաղթերի արդյունքում մի ֆենոմենալ իրավիճակ ունեցանք մենք Կիլիկյան պետության ստեղծումը, որը օրինակ Խաչիկ Թոլոլյանը, որը հայտնի սփյուռքագետներից է, ամերիկահայ, կանադահայ, իր դիասպորայից հայտնի սփյուռքյան այդ դիսկուրսներից մեկը գիտական, որ ծավալվում է, իր խմբագրած ամսագրում է ծավալվում, հեղինակավոր, եւ ինքը ասում է Կիլիկյան դա սփյուռք պետականացված սփյուռքն էր։
որտեվ Կիլիկյան ճիշտ է տիտղոսակիր ազգեր կան Կիլիկիայում, ասենք տարբեր դարերում տարբեր ժողովուրդներ են ապրել, բայց ամեն դեպքում Կիլիկիան հայկական լեռնաշխարհ չէր եւ եւ այդ ֆենոմենալ իրավիճակը ստացվեց եւ արտագաղթերի արդյունքում հայերը կազմեցին մեծամասնություն, էլիտաները դարձան հայերը եւ սկսելով իշխանապետություններից վերջում ունեցան արդեն Լևոնի երկրորդ մեծագործի ժամանակ հայկական պետականություն եւ սա բացառիկ բան է որ Սփյուռքը ստեղծեց պետություն ինքնատիպ երևույթ է ընդ որում ասեմ որ այդ շրջանում նաև հետաքրքիր նորից տերմինների կիրառման հետ գործ ունենք օրինակ ամենայն հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին որը Կիլիկյան շրջանի կաթողիկոս էր իր թուղթ ընդհանրական հայտնի փաստաթղթի մեջ հայության այս վիճակը բնորոշելու համար օգտագործում է ցրոնք բառը եւ իրենք արդեն փաստորեն այդ ժամանակ քաղաքական եւ հոգեվոր էլիտան հասկացել էր որ հայությունը այլևս միայն հայրենիքում չէ եւ պիտի տեր կանգնել նաեւ հայրենիքից դուրս գտնվող հայությանը եւ նաեւ մի այլ հետաքրքիր բան այդ ժամանակներից սկսած մասնագետները փաստում են որ հայոց կաթողիկոսը փոխեց իր տիտղոսը աստիճանաբար եթե մինչ այդ կոչվում էր կաթողիկոս հայոց մեծած որը ըստ էության ենթադրում է մեծ հայկի կամ մեծ Հայաստանի կաթողիկոս այդ շրջանից աստիճանաբար այսպես ասած սկսեց ձևավորվել ամենայն հայոց կաթողիկոս ընդ որում նաեւ Կիլիկիո թագավորները իրենց հայոց թագավոր էին համարում ոչ թե Կիլիկիայի թագավոր դա հետագայում եւ օրինակ երբ որ մողոլների բանակցում էին բանակցությունների մեջ նաեւ իրենք խնդիր էին դնում հարկային եւ մի շարք այլ հարցեր գուն Հայաստանում ապրողների հետ որովհետեւ իրենք առհասարակ բոլոր հայերի թագավոր էին իրենց այսպես ասած ընկալում եւ այդ համահայկական ընկալումները սկսեց ձևավորվել այդ ժամանակ եւ հետագայում արդեն նույն իհարկե այդ ժամանակ դեռ ցրոնքներ կիրառում շատ նեղ իմաստով հետագայում երբ որ արդեն Կիլիկիո հայոց թագավորությունը գործանվեց եւ Կիլիկիա հայերը հայտնվեցին արևելյան Եվրոպայում հետագայում այնտեղից Ղրիմ եւ այլը եւ սկսեց այդ դասական հայկական այդ գաղթաշխարհի ձևավորման գործընթացը եւ աստիճանաբար արդեն այդ ուշ միջնադարյան շրջանում մենք տեսնում ենք գաղութ գաղթաշխարհ տերմինը որն էլ հրեական եբրայական գալութ բառի փաստորեն հայերեն տառադարձությունն է այդ համայնք իմաստով օտար միջավայրում ձևավորված համայնք իմաստով որը փաստորեն նորից փոխարվեց հայերենում եւ օգտագործվեց եւ տարածվեց եւ արդեն 20-ականներին ինչպես արդեն առաջ ընկնելով ասացի սկսեց կիրառվել սփյուռք տերմինը հիմա որն էր գլխավոր տարբերությունը հա ես կնայես ընդհատեմ քեզ այդ ոնց որ երկրորդ մասում պետք է ասեի բայց տեղերով փոխեցինք ոչինչ այդ բանով գնանք առաջ հայկական սփյուռքից սկսենք հետո նոր տեսականացնենք ցեղասպանություններ հա սփյուռքի ճարտարապետը ճիշտ եմ հասկանում դասական հայկական սփյուռքի ճարտարապետը պատճառը դա ցեղասպանություններ եւ համարվում է սփյուռքը ցեղասպանության հետևանք գլխավոր հետևանքներից մեկը այդ իմաստով այո բայց իմ պատկերացմամբ կան 3 հայկական սփյուռքներ մեկը դա պատմական սփյուռքն է, որը ձևավորվել է մինչ ցեղասպանության շրջանը, արդեն նշեցի այդ Կիլիկիա, բռնագաղթեր եւ այլը, այդ ամեն ինչի արդյունքում դասական հայկական սփյուռքը, որը ձևավորվեց ցեղասպանության կոտորածների արդյունքում եւ վերապրածներ, ովքեր որ հնարավոր եղավ փրկվել այդ ջարդերից, ձևավորեցին մեր պատկերացրած դասական սփյուռքը եւ երբ որ սովորաբար ասում ենք սփյուռք հենց իրենց ի նկատի ունենք եւ կա նոր սփյուռքը Նոր սփյուռքը դա հիմնականում առաջացավ Խորհրդային Միության փլուզման այդ արդյունքում այդ տարիներին 90-ականներին Հայաստանից եւ հետխորհրդային տարածքներից տեղ ունեցած հիմնականում սոցիալ-տնտեսական պատճառներով արտագաղթերի, բայց նաեւ օրինակ Ադրբեջանի տարածքից եւ այլը բռնագաղթերի արդյունքում եւ այսօր շատ երկրներում մենք ունենք զուգահեռ հայկական սփյուռքներ կան օրինակ ասենք հատկապես արևմտաեվրոպական երկրներում կարելի է դրական Բերլինն է լավ բնորոշ այո կա դասական հայկական սփյուռքի դասական կառույցներով կուսակցություններով հոգեվոր կրոնական կառույցներով բարեգործական եւ կա նոր սփյուռքը որը սփյուռքացման
ինչ որ իմաստով process-ի մեջ է, ինչի եմ ասում զուգահեռ, բոլորը հայ են, բոլորը նույն դավանանքի հետևորդներն են, նույն լեզվով են խոսում արևմտահայ եւ արևելայ տարատեսակներով, բայց խորքային տարբերություններ կա իրենց միջև եւ հաճախ իրենք տվյալ երկրի կամ տվյալ քաղաքի տարածքում միատարր հանդես չեն գալիս, անգամ ունեն սեփական կառույցները եւ անգամ երբեմն մրցակցում են մեկը մյուսի հետ տարբեր խնդիրներով պատմական սփյուռքը լայն իմաստով ձուլվեց դասական սփյուռքին երբ որ մեծ հոսք եկավ ձուլեց այն գաղութի մնացորդները ձուլվեցին սփյուռքին այսպես ասեմ բայց հետաքրքիր է որ որոշ երկրներում պահպանվեցին շատ եզակի օրինակներ են դրանք այ օրինակ ասենք Տրանսիլվանիայում արևելային եվրոպական որոշ երկրներում ու Տրանսիլվանիան դա պատմական Հունգարիայի մաս է, որ այսօր Ռումինիային է, այո, այնտեղ երբ որ գնաց այդ կաթոլիկ հայերը մինչև հիմա պահպանում են որոշակի հավաքական ինքնություն, բայց իհարկե հայկականությունը մի քիչ սիմվոլիկ է, ավելի շատ որտեղ կաթոլիկ են, լեզուն մոռացել են եւ այլն, բայց իրենց հետաքրքիր մինչև հիմա համարում են անեցի հայեր, որովհետև համարում են, որ իրենց նախնիները Անի կործանումից հետո եկել են Կիլիկիա, Կիլիկիայի կործանումից հետո հայտնվել են Հունգարիա, Ռումինիա այդ արևելային եվրոպական տարածաշրջաններում եւ իհարկե իրենց երբեք չես համեմատի ցեղասպանությունից հետո ձևավորված նույն հունգարական դասական սփյուռքի փոքրատի, բայց նրանք էլ կան եւ կան նոր հայեր, որը վերջին շրջանում են գնացել պայմանական, այսինքն մենք այդ զուգահեռ համայնքների արկայությունը կարանք տեսնել։ Իհարկե դա մի փոքր խորքային հետազոտության արդյունքում է բարձ դառնում այդ իրողությունները, այտենց անզեն աշխով մի քիչ դժվար է, բայց խոշոր երկրներում, որտեղ մեծաթիվ են հայկական հայության ներկայությունը, ակնհայտ է դառնում այս մեր տարաշերտ եւ բազմաշերտ լինելու հանգամանքը։ Այդ տարաշերտությունը ավելի է խորանում, երբ որ գումարվում են կուսակցական պատկանելությունները, եկեղեցական տարբեր նվիրապետական աթոռների պատկանելությունը, տարբեր դավանական կաթոլիկ բողոքական առաքելական պատկանելությունը, արևելահայ, արևմտահայ նոր սփյուռք, դասական սփյուռք, այս ամեն ինչը եւ մի մեծ ներկապնակ ենք ունենում, puzzle ենք ունենում, բայց պիտի նշեմ, որ այստեղ չկան կարևոր կամ երկրորդ հակաշերտեր, եթե մենք մի շերտին փորձենք հանել, անտեսել, չեղարկել, չնկատել, ապա այդ մեծ հայություն կոչվող puzzle-ից մի բան անպայման կպակասի, մի գույն, մի երանգ կպակասի, որով մեր ամբողջականությունը կաղքատանա։ Շարունակելով քո այդ անալոգիան, puzzle-ը առանց այդ մի կտորի puzzle չի այլևս, այո։ Ես քեզ ընդհատեցի, որ ասում էիր այդ հիմնային տարբերությունը, որ արդեն 20-ականներ մենք կոչում ենք, ուզենայի որ դա ասնեի։ Ես շատ երկար մտածում էի, փորձում էի հասկանալ եթե նոր տերմին ձևավորվեց, ուրեմն ինչ որ մի բան փոխվել էր։ Ինչն էր փոխվել եւ պարզ վերլուծությունը բերում է հետաքրքիր եզրակացությունների։ Տեսեք, նախ փոխվեց հայության տարածվածության արեալը եւ դեմոգրաֆիական եւ ժողովրդագրական եւ աշխարհագրական փոխակերպումների ենթարկվեցին հայկական համայնքները։ Ինչպես տեսեք, եթե մինչ ցեղասպանյան շրջանը հայության մեծամասնությունը ապրում էր հայրենիքում, փոքրամասնությունը գաղութում սփյուռքում, հայրենիքից դուրս, ապա հետ ցեղասպանության շրջանում փոխվեց պատկերը։ Փոքրամասնությունը սկսեց ապրել հայրենիքում, որտեղ արևմտահայությունը ոչնչացված էր կամ գաղթել էին, դիսբալանս առաջացավ։ Սփյուռքը դարձավ մեծամասնություն, հայրենիքի հայությունը դարձավ փոքրամասնություն։ Եթե գաղութի շրջանում մենք այնուամենայնիվ Հայաստանի մեծ մասի վրա կամ ունենք պետական իշխանություններ, միավորումներ, այս կամ այն կերպ եւ հայությունը իր հայրենիքում չունենալով պետականություն, բայց գոնե բնակվում էր, ապա ցեղասպանությունից հետո նորից մենք իսպար կորցրեցինք այդ հնարավորություններից մեկը փաստորեն եւ կենտրոնացանք արևելյան Հայաստանում տարբերություններից էլի մեկը։ Հաջորդ շատ կարևոր տարբերությունը սփյուռքյան կառույցների հանգամանքը։ Տեսեք, գաղթաշխարհի շրջանում մենք Սփյուռքում կամ Գաղթաշխարհում, տենց ասենք, կառույցներ չենք ունեցել։
կազմակերպություններ։ Սփյուռք առանց կազմակերպությունների սփյուռք չէ։ Երևի անհատներ եղել են շուրջ, որ ինչ որ հարցեր կենտրոնացել են, բայց կառույց չեն եղել։ Կազմակերպությունը, ես այս դեպքում sense ձևակերպեմ, հայկական եկեղեցին է եղել։ Հա։ Ես հայոց եկեղեցուն համարում եմ սփյուռքյան առաջին կազմակերպությունը։ Իր, ասենք, Պոլսում, երբ որ Պոլսի պատրիարքությունը ստեղծվեց, Երուսաղեմում, թեմերը տարբեր երկրներում, որովհետև հայտնի է, որ մեր եկեղեցին միայն հոգևոր կրոնական հաստատություն չէ, այսինքն միայն ծիսակար կարող կառույց չէ, այլ ինքը լինելով ազգային հաստատություն, մշտապես հանդիսացել է ազգային կյանքի առանցքը պետականություն չունենալու պայմաններում, միշտ դպրոց եւ ամեն ինչ կրթական հաստատությունները եկեղեցու շուրջ են ձևավորվել։ Եվ այդ իմաստով սփյուռք եկեղեցին համարվում է սփյուռքյան առաջին կազմակերպությունը 20-ականներին լրիվ այլ էր 20-ականներին առաջացան նոր կազմակերպություններ հայկական քաղաքական կուսակցությունները 20-ականներին դարձան սփյուռքյան քաղաքական կառույցներ տեսեք հիմա վստահ կարող է հակադարձեք ասեք բայց չէ որ հայկական կուսակցությունները օրինակ Դաշնակցություն Հնչակյան ստեղծվել էին ավելի վաղ 19-րդ դարի վերջի 1885 արմենականները դե վանում էին 87-ի Հնչակյանները Ժնևում Թիֆլիսում եւ այլը բայց այդտեղ տեսեք ինչն է հետաքրքիր հայկական քաղաքական կուսակցությունները մինչ ցեղասպանությանից հետո ընկած հատված ավելի ճիշտ իրենց ծրագրերում դրույթներ չեն ունեցել սփյուռքների վերաբերյալ հա իրենց ամբողջ գործունեության նպատակը եղել է հայրենիքը ազգային ազատագրական պայքարը պետականության կամ ինքնավարության ստեղծումը եւ այլը իրենց մտահոգությունները ծրագրերը գործունեության թիրախը թեև իրեն գործելով հայրենիքից դուրս հայրենիքն է հանդիսացել միշտ որ փորձել են գալ այդտեղ ինչ-որ բան կազմակերպել չէ եւ այլը իրենք երբ վերաձևակերպվեցին սփյուռքյան կազմակերպությունը ցեղասպանությունից հետո եւ հատկապես 1920 թվականի Հայաստանի խորհրդայնացումից հետո երբ Հայաստանի քաղաքական էլիտան ռազմական էլիտան նաեւ հոգեվոր մշակութային էլիտայի մի հատվածը Հայաստանի խորհրդայնացումից հետո հայտնի է Զանգեզուրով Սյունիքով հեռացավ Իրանից մեր ծառայողի երկրներ եւ Եվրոպա Ամերիկա եւ այլը եւ ըստ էության սփյուռքը այսքան ասենց ասեմ տարագիր հայությունը ունեցավ քաղաքական էլիտա դեր այնտեղ եւ սկսվեց process of diasporization նույն Խաչիկ Թորոյանն ասում է սփյուռքացման գործընթաց որովհետեւ երբ որ անհատը կամ որևէ էթնիկ խմբավորում հայտնվում է հայրենիքից դուրս երկու ճանապարհ ունի ձուլու ասիմիլյացիա եւ սփյուռքացումը դա բարդ երկար ռեսուրսներ պահանջող, ժամանակ պահանջող գործընթաց է եւ ոչ բոլոր ազգերին է դա հաջողվում անել եւ կոնկրետ ազգի ոչ բոլոր շերտերին է դա հաջողվում անել։ Մի մասը այնուամենայնիվ ձուլվում են ճանապարհին, հա, կորցնում են, հնարավոր չի լինում։ Իսկ դա հնարավոր է անել մի պայմանով, եթե դու ունես էլիտաներ եւ եթե դու ունես կառույցներ։ Դու տանը որևէ քաղաքում ինչքան էլ ուզենաս ինքնությունդ պահպանել, ապա 1-2 տասնամյակ հետո 1 սերունդ հետո դու դա չես կարողանալու անել։ Եթե դու չունես կառույցներ, եթե դու չունես գործիքակազմ։ Այդ իմաստով 20 թվականի խորհրդայնացումը նպաստեց տարագիր հայության սփյուռքացմանը եւ սփյուռք դառնալուն։ Իր խնդիրներով, իր տարաշերտությամբ, մրցակցությամբ եւ այլը հանդերձ, բայց process-ներ այդ ճանապարհով գնացին, այդ երկաթե վարակույրի փակ լինելը նաեւ նպաստեց սփյուռքի կոնսոլիդացմանը եւ 20-ական 30-ականներին հետաքրքիր է որ հայկական մամուլում եւ հանրային կյանքում մի հետաքրքիր դիսկուրս կար անհող պետության գաղափարը կամ հոգևոր հայրենիքի գաղափարը, այսինքն իրենք ինչ էին ասում էին մենք պիտի ունենանք կուսակցություն, եկեղեցի, դպրոց, մշակութային հաստատություն, բնակչություն, խտացված ապրող բնակչություն, բայց հողը մերը չէ, հողը արաբինն է, հողը չգիտեմ ֆրանսիացուն է, պարսիկին է եւ այլը, բայց մենք պիտի մեր ինքնությունը փորձենք այս մեխանիզմների միջոցով պահպանել, որպեսզի կարողանանք հետաձգել մեր ձուլման գործընթացները, որովհետեւ նաեւ լայն իմաստով սփյուռքը ինչ է իր կառույցներով հանդերձ սփյուռքը ձուլումը հետաձգող մեխանիզմ է։ Որովհետև օտար միջավայրում ապրող հայը
մի օր ձուլվելու է, ընդ որում կարող է այդ ձուլումը տևել 2000 տարի, 3500 տարի, չգիտեմ, տարբեր օրինակ հրեաների մոտ այդ սպասումը վերադարձի 2000 տարի տևեց մինչև Ավետիաց երկիր վերադառնալ, այսինքն իրենք 2000 տարի ձգում էին այդ գործը։ Բայց նաև այս ձգելու ընթացքում էլի երկրորդելով քո ասածը, այնպես չի որ մեր մոտ թուրք կարծիքը 100,000-ավոր մարդիկ ձուլվեցին եւ հեռացան հրեությունից, այնպես չի որ նույնը մեր հետ որովհետեւ շերտեր կան, որոնք անընդհատ կորցնում են ինքնությունը, ընդ որում հետաքրքիր է, որ նոր սփյուռքի մոտ այդ ձուլման գործընթացները ավելի արագ են, որովհետեւ էլի սփյուռքի տեսաբաններից Ռոբի Կոհեն կա, որը ինքը ասում է victim հայերին բնորոշում է որպես victim diaspora զոհ սփյուռքներ եւ ինքը վերլուծում է որ զոհ սփյուռքների դեպքում երբ որ սփյուռքի առաջացման պատճառը եղել է տրագեդիա ողբերգությունը այդ մարդկանց մոտ ինքնության կարճած մնալը շատ ավելի ամուր է Հիմա հայության ինքը հետաքրքիր է վերցրել է միայն դասական սփյուռքը, նոր սփյուռքը չի վերցրել։ Այդ իմաստով դասական սփյուռքին սա բնորոշ է, բայց նոր սփյուռքը, քանի որ հիմնականում 90-ականներին գնացել է կամավոր, այսպես ասած, սոցիալ-տնտեսական իհարկե պատճառների հետևանքով, այդ մարդկանց մոտ երբեմն կապվածությունը հայրենիքին եւ սեփական ինքնությանը շատ ավելի թույլ է։ Եվ մեկ սերունդ հետո մենք հաճախ տեսնում ենք ձուլման գործընթացներ։ Սա եւս սփյուռքագիտության մեջ մեծ հարց է ասում է չէ խումբը հայտնվեց սփյուռքում իրենք երկու ճանապարհ ունեն արդեն ասացի ձուլումը եւ սփյուռքացումը հիմա ասում եմ մենք երբ կարող ենք այն սփյուռքացման ճանապարհ ընտրած հատվածին համարել որ իրենք սփյուռք են որովհետեւ երբ որ դու նոր հայտնվեցիր օտար միջավայրում դու դեռ սփյուռք ես դու միգրանտ ես միգրանտ ես որը դու չգիտես այդ ալիքների տակ կձուլվես թե սփյուռք կհաղթահարես քո մեջ այդ կամքը կներդնես ռեսուրսներ կդնես ժամանակ կներդնես կպայքարես եւ սփյուռք կդառնաս հաղթալով բազմաթիվ խոչընդոտներ սա մեծ հարց է եւ տեսաբանները ասում են երբ որ երրորդ սերունդը դեռ պահպանում է ինքնությունը կարող ենք ասել որ սփյուռքացման գործընթացը հաղթահարված է այդ իմաստով այսինքն մենք այս նոր սփյուռքի բaragam դեռ դա չենք կարող դեռ այո դեռ հələ պիտի առաջի երկրորդ սերունդն է էլի որովհետեւ ասում է երբ որ դու ես գնացել դե ավտոմատ դու դեռ ինքնությունդ պահպանում ես ուզես թե չուզես դու այդ երկրի չես հասնելու ինտեգրվես որդիդ այս կամ այն կերպ դեռ միջանկյալ պարագայում բայց ինքը արդեն ծնվել է այո որտեվ ինքը այդ միջավայրում է ծնվել մեկը կմնա մեկը չի մնա բայց այ արդեն երբ որ երրորդ սերունդն է պահպանում ուրեմն դու եւ ինդիվիդուալ մակարդակում եւ հավաքական մակարդակում կարողացել ես սփյուռքացման գործընթացների այդ մարտահրավերները հաղթահարել եւ process-ի մեջ ես որովհետեւ այստեղ մի ուրիշ բան էլ կա որ համարվում է որ սփյուռքի անդամը դա ինտեգրված անդամն է յուր հասարակությանը, յուրընկալ հասարակությանը, բայց միաժամանակ ինքը ունի մենքի եւ դուքի հստակ սահմաններ, բայց ինքը լեգալ է, օրենքները հարգում է այդ երկրի մշակույթը, ավանդույթները եւ այլը, բայց միաժամանակ մենքի եւ դուքի նուրբ սահման կա գծված։ Որոշ այսօրվա սոցիոլոգներ, մասնագետներ երրորդ ճանապարհն են մատնանշում, օրինակ ասում են գետոյացումը։ Օրինակ շատերը կան, պահում են ինքնությունը, բայց չեն ուզում ինտեգրվել հասարակությանը։ Եվ վստահ եմ դու ականատես ես եղել եվրոպական շատ քաղաքներում, որ ինչ-որ գետո համայնքներ կան, ինչ-որ թաղամասեր, որ անգամ այդ երկրի ոստիկանությունը մտածում երկար մտնի տեղ թե չէ, դա արդեն վտանգավոր, դա սփյուռք չի, դա մի փոքր այլ դասական իմաստով մի փոքր այլ երևույթի հետ գործ ունենք վերջնարարությունը չգիտեմ ինչ կլինի այդ գետոների բայց դա այն սփյուռքը չի ինչի մասին մենք պատմեմ Փարիզում Սեն-Դենի թաղամասում որը այդպես արաբաբնակ ալժիրաբնակ թաղամաս է այնտեղ ինչի էին գնացել որովհետև այնտեղ թաղված է Լևոն 6-րդի հենց Սեն-Դենի բանում է թաղը ֆրանսիական թագավորների դամբարանում եւ ինքը բանա միտը արվարձանոթ տեղ է Փարիզում եւ երբ որ գնացինք հետաքրքիր էր որ նախագահական ընտրություններից ընդառաջ էր բայց պլակատները ավելի շատ Զիդանի նկարներ տեսան քան նախագահական ու երբ որ հարցրեցինք ասեցին մեր համար կարևորություն չունի չկա ով այս երկրի նախագահան մենք մեր աֆրիկյան բանով ենք ալժիրյան միջավայրով ենք ապրում էլի
Այո, շատ կա եվրոպական երկրներում, ասենք Գերմանիայում Թուրքական թուրքական համայնքները ճիշտ է։ եւ սա որոշակի հետաքրքիր Իսկ մեր դեպքում կարող ենք օրինակ Բուրջ Համուդը համարենք նման գետոյացման օրինակ։ ինչ որ իմաստով այո, բայց Լիբանանը ինքնատիպ է, որովհետեւ ինքը գիտեք Բուրջ Համուդը Բեյրութի հայկական թաղամասն այո, հայկական թաղամաս է, ինքին այդ Լիբանանը առասարակ ինքնատիպ է, որտեղ ինքը համայնքային երկիր է իրենից ներկայացնում եւ Բուրջ Համուդից մի 5 մետր քայլ ես անում եւ ասենք Սյունի արաբական թաղամասն է կամ չգիտեմ այնտեղ եթե Բուրջ Համուդում դաշնակցությունն է կողքը հայկական մեկ այլ թաղամաս է որտեղ հնչակյաններն են կոնսոլիդացված ապրում եւ իրենց կառույցներով եւ այլը Լիբանանը այդ իմաստով ինքնատիպ է բայց միաժամանակ այդ կիսա այդ գետո վիճակ ունենալով տեղի հայերը ակտիվ ինտեգրված են լիբանանյան կյանքին մշակույթ, արվեստ, անգամ քաղաքականություն եւ քվոտաներ կա, չէ՞, պարլամենտում նախարարական համակարգում, որ ազգային փոքրամասնությունները այնտեղ համայնքները ունեն իրենց ներկայացություն, ինքը ինքնատիպ է, բայց այդ իմաստով այո ամենահաջողվածը, որ այդ անհող պետության մոդելը, որ կիրառվեց, ըստ էության հենց Լիբանանում կիրառվեց, մնացած երկրներում այս կամ այն կերպ ձևավորվեց։ Հետո տարբերություններից մեկը այնտեղ կիսատ մնաց, տեսեք Գաղթաշխարհի եւ Սփյուռքի աշխարհագրությունն է տարբեր։ Օրինակ տեսեք, եթե Գաղթաշխարհի ժամանակ վերցնենք ակտիվ հայկական համայնքները, որն Հնդկաստաններ, ու Պարսկաստանի ինչ որ իմաստով, Եգիպտոսներ եւ այլը, Սփյուռքյան շրջանում փոխվեց։ Օրինակ Լիբանանում մինչև ցեղասպանությունը հայության թիվը 1-2 տասնյակ էր, բայց ցեղասպանությունից հետո Լիբանան, Սիրիա դարձան մայր գաղութներ։ Ցեղասպանությունից հետո ընկած շրջանում Հնդկաստանը դադարեց ըստ էության հայկական համայնք լինելու։ Ամերիկայում եթե հայեր չկային կամ կային, բայց ոչ մեծ թվով ցեղասպանությունից հետո թիվը սկսեց աճել։ Նաև աշխարհագրությունը եթե արևելյան ապում էին, հիմա արևմտյան ապում։ Այո, փոխվեց այդ ամեն ինչը։ Արևմտաեվրոպական երկրներում եթե հայերը եղել է հայության ներկայությունը մշտապես եղել է, բայց սիմվոլիկ քանակական իմաստով, բայց ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում մեծ համայնք ձևավորվեց, Իտալիայում, ասենք Իտալիայում խիթայլյաններից սկսած հայերը կային, բայց համայնքային կառույցներ, քաղաքականներ, կուսակցություններ եւ այլ արդեն հետ Հունաստան, նույն Կիպրոս միշտ եղել են հայեր, այդ կապերը եղել է դարեր շարունակ, բայց այսինքն մենք տեսնում ենք Գաղթաշխարհ եւ Սփյուռքյան շրջանում այս կառույցների եւ ամեն ինչի փոփոխությունը։ Եվ հետո ամենակարևոր մի փոփոխություններից փոխվեց հայերենիք-սփյուռք կապերի բնույթը։ Եթե մինչ ցեղասպանության շրջանում կապերը ըստ էության ինդիվիդուալ էին կամ հայկական սփյուռքի բնույթն էլ առևտրատնտեսական է, չէ՞, խոջայական այդ մեր առևտրականները, որ Մեքսիկայի ներողություն Չինաստանից մինչև Անգլիա առևտուր էին անում, հայրենիքի հետ կապ էին պահում եւ կառույցներ չկար, դա մի քիչ այլ բնույթի ցանցեր էին գործում Սփյուռքյան շրջանում արդեն մենք տեսնում ենք ինստիտուցիոնալ կապերի ի հայտ գալը, որովհետև այդ շրջանում ստեղծվեց առաջի հանրապետությունը 1918 թվականին, հետո խորհրդային, հետո երրորդ հանրապետությունը, երեք այս հայկական պետություններն էլ մշտապես կարևորել են Սփյուռքի նկատմամբ քաղաքականությունը եւ բոլոր երեք այս անգամ առաջին հանրապետությունը իր այդ 2.5 տարվա կարճ գոյության ընթացքում հատուկ քաղաքականություն ուներ Սփյուռքի նկատմամբ եւ հայրենադարձության եւ մարմին հատուկ արտաքին գործերի նախարարության կազմում գաղութի բաժին ստեղծվեց, որին վստահված էր Սփյուռքի նկատմամբ քաղաքականության իրականացումը եւ անգամ Սփյուռքի նյութական աջակցության այդ անկախության փոխառության այդ դրամահավաքությունը Ամերիկայից, դա ինչ էր Սփյուռքի աջակցությունը հայրենիքի վերաշինման, տնտեսական զարգացման գործին։ Այսինքն մենք տեսնում ենք ինստիտուցիոնալ քաղաքականության դրսևոր։ Նույնը 20 թվականից, երբ որ Հայաստանը խորհրդայնացվեց, այստեղ հոգը ստեղծվեց առաջի կազմակերպությունը, որին վստահված էր Սփյուռքի հետ կապերի համակարգումը, ընդ որում Թումանյանն էլ առաջի տարիներին ղեկավարում էր հենց այդ։ Դե միասնիկյան ասեք մարդկանց անձամբ հրավիրում էր, Սարյան մնացածներ, այսինքն մենք տեսնում ենք ինստիտուցիոնալ քաղաքականության արկայություն, երբ որ կա պետություն, կան մարմիններ, որոնք պատասխանատու են Սփյուռքի նկատմամբ իրականացվող քաղաքականության համար։ Նույնը հետո հայրենադարձություն, չգիտեմ, անկախությանից հետո անգամ մինչև նախարարության մակարդակի ինստիտուտ ունեցանք, չէ՞, Սփյուռքի նախարարություն ունեցանք, այսինքն պետական քաղաքականության արկայության մասին մենք գործ ունենք, թեև
Այդ հարաբերությունները միշտ չի որ հարթ է գնացել, երբեմն եղել է ճգնաժամ, վայրի վերումներ, ջերմացումներ, մրցակցություն եւ հակասություններ։ Հա, հակամարտությունները նույնիսկ եղել են։ Ուղղակի մի կոմպոնենտ կուզենայի քննարկենք, դու ասիր Սփյուռքյան համայնքներ պետություն այդ կապը, բայց մի ֆենոմենալ բան է նաև Սփյուռքի համայնքների միջև այդ կապը, չէ՞, ասենք մեկը մյուսի ցանցը, ասենք երբ որ չգիտեմ, հնդկահայ ինչ որ մի մեծահարուստ կարող էր Լվովում եկեղեցի կառուցել եւ այդ կամ պահել կամ Մոսկվա բնակ մի բան էլի մեծահարուստ կարող էր մեկ այլ հնդկահայ մեծահարուստ մտածել, մեծահարուստներ մտածեն Հայաստան պետություն ստեղծելու մասին։ Դա էլ է հետաքրիր, երբ որ Սփյուռքը կամ այս իմաստով Սփյուռքը լայն իմաստով եմ օգտագործում, ոչ թե մեծատարով, հա, որտեղ այդ գաղթաշխարհի շրջանը էլի ըստ էության Սփյուռքը ինչ էին ամ Շահամիրյան եւ Մադրասի խմբակը Սփյուռքը մտածում էր պետություն ստեղծելու մասին։ Դա եւս հետա ընդ որում հрьяաների օրինակն էլ է հետաքրքիր, որտեղ Իսրայել պետությունը ստեղծեց հрьяական Սփյուռքը։ Դա Սփյուռքի բնական ձգտումն է, երբ որ դու չունես պետություն, Սփյուռքները ձգտում են հայրենի երկրում պետականություն ստեղծելու համար։ Օրինակ այսօր քրդերի օրինակը, չէ՞, քրդական համայնքները շատ ակտիվ ներգրաված են իրենց ակնկալիքներով, որ մի օր ստեղծվի քրդական պետություն, որտեղ ինչ դա երկար կարող են քննարկել իրենց մոտեցումները կամ ընկալումները այդ հարցում, այսինքն կա այդ։ Իսկ այդ ցանցի մասն եմ ուզում խոսեմ, այդ ցանցը, որ ասենք Ամերիկա-հայը, Ֆրանսիա-հայը այդ կարող կա այդ ցանցը թե չէ, թե իրենք ամենայնիվ կտրտված, այդ եմ ուզում պատմել։ Օրինակ Ֆրանսիա-հայը եւ Ամերիկա-հայը կամ Սիրիա-հայը իրար հասկանում են թե չեն հասկանում։ Ասեմ, հասկանում են իրենց կառույցների միջոցով։ Այսօր ցանցերը գործում են կառույցներով։ Ֆրանսիայի դաշնակցական, Ամերիկայի դաշնակցական եւ Լիբանանի դաշնակցական իրար հասկանում են։ Հա, այդ եթե շատ պրիմիտիվ ձևակերպել։ Եվ ստեղ արդեն կապ չունի իր ծագումը, երբ է եկել, ոնց է եկել եւ այլը, բայց եթե վերցնենք հավաքական Ֆրանսիայի համայնք եւ Ամերիկայի համայնք, այնքան բազմաշերտ ու տարաշերտ են, որ այդ երկխոսություն, եթե չկան կառույցներ, չի լինի։ Սփյուռքի բնորոշումներից մեկն էլ, որը գաղթաշխարհից տարբերվում էր, հենց այս ցանցային կառույցների ի հայտ գալն է, որովհետեւ այդ ժամանակից սկսած, նույն ասենք հայկական բարեգործական ընդհանուր միությունը, չէ՞, ինքը քաղաքական կառույց չի։ 1906-ին է ստեղծվել Եգիպտոսում, ըստ էության հայրենիքից դուրս, բայց այդ կառույցի գլխավոր նպատակը եղել է հայրենիքին աջակցելը եւ միայն 20-ականներին, երբ որ խորհրդային միությունում այդ խնդիրները առաջացավ, բարեգործականը դարձավ համասփյուռքյան ցանց, թեև միշտ ձգտում էր դեպի հայրենիք, ընդ որում ասեմ Հայաստանի խորհրդայնացումից հետո հայկական բարեգործականը միակ կազմակերպությունն է եղել, որին թույլատրվել է գործել Հայաստանում։ Իհարկե մինչև 37-ին ՀԲՄ-ն եւս փաստորեն արգելեց գործունեությունը այս տարածքում։ Ցանցերը այո կան, գործում են, բայց նորից եմ կրկնում կառույցների տեսքով եւ սա սփյուռքների բնորոշ, դա միայն հայկական ֆենոմեն չի, դա սփյուռքների բնորոշ առանձնահատկությունն է ունենալ կառույցներ եւ ունենալ ցանցեր, առանց դրա սփյուռքները չեն լինի սփյուռքներ։ Հա, դրա համար ասենք, եթե նաեւ ինչ որ այդպես խոսույթ կա, որ պետք են հնացած, փտած, ժամանակավրեպ կառույցները փոխել, պետք է կառույցների դեմ պայքարել, դա ինքնա ոչինչ ասում են ճանապարհը վերջին հաշվով։ Դասական կառույցներին կպնելը շատ վտանգավոր է, որովհետև այդ շենքի մեջ իրենք հիմնակարեր են հանդիսանում եւ ամենքը իր բեռ ունի այնտեղ։ Իհարկե, նաեւ կառույցները ճգնաժամներ են ունենում եւ հաճախ նոր կառույցներ են ստեղծվում, օրինակ, երբ որ Ամերիկայի հայկական համայնք սկսեց 60-70-ականներին ծաղկել, այնտեղի նոր երիտասարդությունը, որը ուզում էր ակտիվ հանրային կյանքով ազգային ապրել, բայց չէր ուզում այս կամ այն կառույցի մեջ լինել, այդ ժամանակ ստեղծվեց Ամերիկայի հայկական համագումարը, դա այդ ներքին պայքարի արդյունքն էր, նոր կառույցների ի հայտ գալը, բայց դա մրցակցությունից դուրս չհանեց դասական կազմակերպությունների, կուսակցություններ, եկեղեցիներ եւ այլն։ Նույնը այսօր մենք տեսնում ենք հետխորհրդային տարածքում։
տեսեք հետ խորթային տարածքի երկրներում, որտեղ հիմնականում հանգրվանած է նոր սփյուռք, այսպես ասած, իհարկե ոչ միայն այդտեղ, բայց հատկապես այդտեղ մենք ինչ ենք տեսնում, դասական կառույցները որպես այդպիսին ազդեցություն չունեն։ Ասենք չգիտեմ, հնչակյան կամ դաշնակցությունը Ռուսաստանում ունի ազդեցություն։ Չունի, երևի չկա էլ անգամ, կարող է շատ սիմվոլիկ ներկայություն ունենա կամ չունենա։ Եվ դրան զուգահեռ մենք ինչ ենք տեսնում, նոր կառույցների, ասենք Ռուսաստանի հայերի միություն, տարբեր, որը ավելի այդպես հովանոց կառույց էր, ինքը փորձեց տասնյակ հազարավոր, հարյուրավոր մանր ու միջին այդ կառույցներին միավորել մի ընդհանուր հարթակի մեջ։ Դա բնորոշ է, այսինքն մենք տեսնում ենք այնտեղ սփյուռքացման ինքնատիպ գործընթացներ, իր նոր կառույցներով, իր նոր էլիտաներով կամ Ռուսաստանի այդ միություններ ստեղծեցին տարբեր երկրներում եւ հայկական համաշխարհային կոնգրես, էլի ըստ էության ակունքները Ռուսաստանից եկավ այդ ամեն ինչը թելադրող ուժը, իհարկե երկար կարող ենք քննարկել որքանով այն դարձավ համաշխարհային կոնգրես թե ոչ, բայց մենք տեսնում ենք այն միտումը սփյուռքների բնորոշ, որ մարդիկ նոր ձևավորման process-ներում ստեղծում են նոր կառույցներ, փորձում են ստեղծել նոր կառույցներ, որքանով դրանք արդյունավետ կլինեն, կենսունակ կլինեն եւ կհանդիսանան մրցակից դասական կառույցներին, իհարկե դա ժամանակը ցույց կտա, բայց դասական կառույցները այնուամենայնիվ իմ կարծիքով ունեն իրենց անելիքն ու ասելիքը եւ դեռ երկար տասնամյակ փաստորեն կմնա process-ը։ Առաջինն եկեղեցին։ Այո, իհարկե եկեղեցին։ Ռուսիայի համայնքը ընդհանրապես շատ հետաքրքիր համայնք է։ Ես ասենք ծանոթներ ունեմ, որոնք նույնիսկ ասում են դա սպյուրք էլ չի։ Ինչ սպյուրք, եթե ցանկացած պահի կարող ես ասենք մի 70,000 դրամ տաս ու այդ երեկոն Երևանում անցկացնես, էլի։ Քեզ ոչ վիզա է պետք, ոչ բան, այսինքն այնքան հասանելի է, այնքան մեր կողքն է, որ դա ինքնատիպ բան է, որտեղ հետ խորթային տարածքի համայնքները ըստ էության, քանի որ խորթային մշակույթը եւ ժամանակները խորթ չէր այդ մարդկանց, դրա համար սփյուռք դառնալու այդ process-ն էլ ինքնատիպ է ընթանում եւ միշտ պիտի վերլուծել եւ ընդհանրապես տեսեք մեկ բանաձև չկա, որ վերցնես եւ այդ պրիզմայով ամեն համայնք նայես համընկնի։ Օրինակ տեսեք Պոլսի եւ Թիֆլիսի հայկական համայնքները շատ ինքնատիպ երևույթներ են, տարբեր հետազոտություններ կան։ Պոլսեցիները իրենց սփյուռք չեն համարում։ Հենց դա է ուզում ասել, սփյուռք չեն համարում։ Նույնը եթե Թիֆլիսի հայությանը խոսցնել, ասես սփյուռք, չգիտեմ, երկար կարող ասենք զարմայես ինչ ասում այդ մարդը, որտեղ իրենք համարում են Թիֆլիսը, իրենք են սարքել, չգիտեմ, հարյուրավոր տարիներ։ Այլ չասենք Ջավախքի մասին, որ ընդհանրապես վիրավորվում են, որ ասում են։ Այո, ինչն է խնդիրը։ Երբ որ մենք ուզում ենք տվյալ սփյուռքի, տվյալ քաղաքի կամ երկրի համայնքը հասկանալ, պիտի մի բան նայենք՝ առաջացման պատճառը։ Առաջացման պատճառը տալիս է շատ պատասխաններ, շատ պատասխաններ է տալիս, որովհետև նույն հյուրընկալ երկրում կարան տարբեր համայնքներ լինեն, տարբեր առաջացման հետնախորքով պատճառներով եւ տարբեր նաև ինքնությամբ, որովհետև այդ առաջացման պատճառը պայմանավորում է ինքնությունը։ Այդ սփյուռքներին, կոնկրետ Թիֆլիսի եւ Կոստանդնուպոլսի հետազոտողներից մեկը հետաքրքիր բնորոշում է տալիս, համարում են նրանց կայսրական սփյուռքներ։ Ինչու կայսրական սփյուռքներ, ասում է, որովհետև այս սփյուռքների առաջացման պատճառը եղել են կայսրությունները։ Այսինքն եղել է ռուսական կայսրություն, մարդը, չգիտեմ, դուրս է եկել հայրենիքից, գնացել է կենտրոնական քաղաք Թիֆլիս։ Ինքը հոգեբանորեն ճիշտ է, լքել է հայրենիքը, բայց չի լքել պետությունը։ Ինքը այդ պետության քաղաքացին է, citizen է, այսպես, քաղաքացի է, եկել է, ապրել է տեղ, ոչ մի տեսակի լուրջ խնդիրների, տնտեսական եւ այլը, ընդհանրապես միգուցե նաև խրախուսել են։ Նույնը պոլիսը։ Մարդը, ասենք, մշեցի Սասունցի պանդուխտը, Վանեցի պանդուխտը, որը գնում էր լավ կյանք որոնելու, գնում էր պոլիս, չէ, սկզբում աշխատում էր այդ ծանր աշխատանքի, հետո արհեստներ, առևտուր եւ այլ, հետո անգամ այնքան պոլսահայության այդ ցածր այսպես շերտեր այնքան ուժեղացան, որ ամիրայական դասին մարտարավեր նետեցին եւ այլը, եւ դա իրենց պետության, Օսմանյան կայսրության մայրաքաղաքներ, հայրենիքը չէր, հայրենիքը մուշն էր, Սասունն էր եւ այլը, հայրենի տունն ու հողը չէր։ Դրա համար այս մարդիկ այդ քաղաքներում սկսեցին տերը զգալ։
անգամ շատ սուլթաններ խրախուսել են այդ ներքին այս տեղաշարժերը, որովհետև այնտեղ աշխատուժի կարիք են ունեցել, երբեմն նաև վստահելի շերտերի կարիք են ունեցել եւ այլը, դրա համար հոգեբանորեն այսօր էլ իրենց ժառանգները լրիվ այլ ինքնություն ունեն։ Չես կարող Թիֆլիսի հայության հոգեբանությունը, ասենք, համեմատել, չգիտեմ, Փարիզի հայության հոգեբանությանը կամ Լիբանանի կամ անգամ Ջավախքի, իհարկե Ջավախքը այդտեղ սփյուռք համարելը շատ մեծ հարց է, ոչ թե հարց է, այլ այդտեղ էլի երկար պիտի մեկնաբանենք, խոսենք, որովհետև մարդիկ սփյուռք են զգում են պարագայում, նորից ներքին հոգեբանության, երբ որ հայրենիքի վրա չես ապրում։ Երբ որ դու զգում ես հայրենի հողը քոնը, չի դու ես սփյուռք ես ավտոմատ զգում։ Իսկ հիմա Ջավախքի հայությունը ապրում է պատմական հայրենիքի մի հատվածի վրա, բայց վրացական պետության կազմում եւ Ջավախքի հայության, Թիֆլիսի հայության եւ ասենք, չգիտեմ, Բաթումում ապրող հայի հոգեբանությունն ու կալուն ինքնության մոտեցումները արմատապես տարբեր են։ Հետևաբար տեսաբանները շատ ճիշտ են ասում, որ շատերը սփյուռքի դասակարգման, սփյուռքների դասակարգման հիմնական կռվան կամ հիմնական գործոն համարում են ծագման պատճառը։ Ինչու պատմական կոնտեքստում հանգամանքում է տվյալ խումբը լքել իր հայրենիքը։ Գիտես, գիտես ինչ էի նաև ուզում եք այդ խոսեի, ասենք կիսվեի տպավորությամբ։ Այս թվային դարաշրջանը ոնց է փոխում այդ ամեն ինչը, որովհետև ինքը մի տեսակ ես իմ անձնական էլի օրինակն եմ բերում, ինքը մի տեսակ կարոտի տրանսֆորմացիա է տեղի ունենում, երբ որ դու ապրում ես մի այլ տեղ, բայց դու ամեն օր շփվում ես քո ընկերների, բարեկամների, նաև վիդեո քոլերով, իրեն նայում ես այդ քո երկրում արտադրված, չգիտեմ, սերիալները կամ բաները, մի տեսակ չէ, փոխվում է, չէ։ Տեսեք, թվային դարաշրջանը ունի եւ դրական եւ բացական հետևանքներ այս իմաստով։ Թվային դարաշրջանը եւ հայրենիքը մոտեցրեց սփյուռքին եւ հեռացրեց։ Այսինքն դու ամեն պահ կարաս մտնես ամեն ինչ տեսնես հայրենիքում, անգամ, չգիտեմ, միանաս on-line տեսախցիկների Արարատը տեսնես, հա, on-line ռեժիմով, կես կատակ, կես լուր, բայց մի ժամանակ էլ այդ կարոտի զգացումը եւ այդ անհասանելիության, այն չէ՞ սփյուռքայի մոտ կար գնանք, Երևանը տեսնենք, Էջմիածին, Արարատը տեսնենք եւ այդ զգացումներ ավելի մեղմեց, այսինքն on-line հարթակում հայրենիքը դառավ ավելի հասանելի եւ ինչ որ իմաստով նյութական հասանելի դառնալու տեսակետից դարձավ միգուցե ոչ այնքան պահանջված։ Իհարկե ամեն ժամանակաշրջան այդ իմաստով իր խնդիրը բերեց, բայց սա նպաստեց նաև անձնական ընտանեկան կապերի, ասենք, չգիտեմ, ես հիշում եմ այդ 2000-ականներին, չէ՞, բոլորը տանը անգամ այն տատիկ պապիկները, որոնք համակարգչից վատ են օգտվում, Skype միացնելը գիտեն, որովհետև այդ Skype-ով իրենք անընդհատ դրսի բարեկամների, որդիների, զավակների կապ էին պահպանում։ Այդ իմաստով, այո, ժամանակը իր խնդիրներն ու փոխակերպումները բերում, այսպես ասած։ Մի քիչ կուզենայի էլի տեսականացնենք եւ այլ ժողովուրդների օրինակի գնայինք ու մի փայլուն օրինակ կա, Իսրայելի օրինակը հայրենադարձության։ Այո։ Ուզում եմ մի փոքր այդ հայրենադարձությունից խոսենք։ Ի վերջո վատ բան կարող ասեմ սփյուռքի համար, բայց ճիշտ եմ պատկերացնում, որ սփյուռքը ի վերջո դատապարտված է վերանալու։ Ինչ որ մի փուլում, ինչ որ մի պահի դու նշեցիր, որ կարող է դա երկար տևի հազարամյակներ, բայց ի վերջո երբ դու ապրում ես այլ միջավայրում, ելքը այդ է եւ միակ միջոցը այդ ռեսուրսը պահել, ակումուլացնել, հայրենիք վերադարձնել է վերջին հաշվով։ Ու ընդ որում դա միայն հետաքրքիր է, որ պարադոքսալ բան կա, որ դու միայն անկախ Հայաստանում չէ որ դա հասկանում ես։ Խորհրդային Հայաստանը, որ այդքան էլ անկախ չէր, կընտրենք, այդ 3 մեծ հայրենադարձության ալիքներ ունեցան գուան։ Կուզենայի մի քիչ հայրենադարձության մասին, որտեղ Իսրայելի այդ Ալիայի այդ գաղափարը շատ գրավիչ է, էլի։ Այո։ Տեսեք, շատ կարևոր հարց եք տալիս, երբ որ սփյուռքում հարց է դրվում, որ մարդը պիտի սեփական ինքնությունը պահպանի, միշտ հարց առաջանում, ինչու պիտի ինքնությունս պահպանեմ։ Ասենք, պատկերացեք, ինքնությունը պահպանելու համար դու ինչ պիտի անես։ Դու պիտի ավել գումար տաս,
ավել ռեսուրս ծախսես, ասենք չգիտեմ, քո քաղաքում հայկական դպրոց չկա, կողքի քաղաքում Կիրակնորիա դպրոց կա, քո հանգստի հաշվին պիտի մեքենատ վարես ամեն օր երեխային տանես ընդդեմ։ Պետք է վճարես, սովորաբար վճարով է լինում, վճարես այդ ամեն ինչին, ինչ որ բաներ հաղթարես եւ այլ, այսինքն սա այդ սփյուռքացումը ռեսուրս է։ Եվ եթե այդտեղ չկա գաղափարախոսություն, զուտ այդ մեխանիկական այդ բաներով դժվար է մարդկանց համոզել, որ բացի բնական ձգտումը չէ, մարդը բնական ձգտում ունի սեփական տեսակը պահպանելու, դա երկար չի տևելու, այսինքն երրորդ սերունդ չի հասնելու, այ երրորդ սերունդ կհասնի այս process-ը, եթե մենք այնտեղ ավելացնում ենք գաղափարախոսություն։ Գաղափարախոսությունը վերադարձի գաղափարն է գլխավորը, որ ամեն մարդ պիտի իր հայրենիքում ապրի եւ ինքը լիարժեք երջանիկ կարող է լինել հայրենիքում։ Հիմա հակընդդեմ հարց կար առաջանալ, բայց մարդիկ սոցիալ-տնտեսական պատճառներով մի կերպ ինչ-որ 90-ականներին, չգիտեմ, ինչ-որ պատճառներով գնացել են, չեն էլ ուզում, հա, շատ վատ է, բայց երբեմն հիշել Հայաստանը վերադառնալ։ Իհարկե, երբ որ բերում ենք հարցը շատ կենցաղայնացնում են կենցաղային մակարդակում, իհարկե, հա, այդ ամեն ինչը կա, մարդը նաև այդ կենցաղային էակ է եւ իր կենցաղային պահանջմունքները բավարարելու խնդիր ունի, բայց եթե մենք լայն իմաստով սփյուռքից հանում ենք այդ գաղափարախոսությունը, վերադարձի գաղափարը, ամեն ինչ դառնում է անիմաստ։ Այդ դեպքում հաճախ հարց են տալի, հələ դուք արտագաղթը կասեցրեք նոր վերադարձի մասին։ Այո, որ sense չոր պրիմիտիվ խոսենք, տենց հա։ Թվերի լեզվով, այո, բայց իրականության մեջ մենք գիտենք, որ կային գաղափարներ, արժեքներ, որտեղ մարդիկ նույն այդ արժեքների հետևից կարան գնան։ Հիմա դրանցից մեկը հայրենադարձությունն է։ Հայրենադարձության գաղափարը, երբ որ մենք այս ամեն ինչից հանում ենք, ինչ որ իմաստով ամեն ինչ դառնում է անիմաստ, որտեղ սփյուռքը դա ձուլումը երկարացնող գործընթաց է իր մեխանիզմներով հանդերձ ես նկատի ունեմ սփյուռքը, որի վերջանպատակը հայրենադարձությունն է, հայրենիքի կապվելն է։ Հիմա նույն հերյական հայրենադարձության այդ մեծ ալիքը, որը առաջի աշխարհամարտից հետո սկսվեց, մինչև երկրորդով պիկին հասավ եւ շարունակվեց, այդ Ալիայի գաղափարը ինչ էր, ավետյաց երկիր գնալ եւ Աստծուն մոտենալը, չէ՞։ Մարդիկ արևմտյան երկրներում կայացած բիզնեսմեններ, կարողությունների տեր որոշեցին գալ ավետյաց երկիր եւ եկան, առան հողերը, ձևը գտան, մեխանիզմները գտան եւ արդեն երկրորդ աշխարհամարտի ավարտից հետո կարողացան ստեղծել պետականություն, որը շատ փոքր էր, մեծացավ եւ այսօր Մերձարևելքի գլխավոր փաստորեն խաղացողներից մեկն է հանդիսանում։ Հրեական օրինակը միշտ կարելի է վերցնել եւ որպես օրինակ հետևել եւ օգտագործել իհարկե, բայց իհարկե մենք էլ մեր ինքնատիպությունը ունենք, մեր եւ այդ copy paste մեխանիզմով հաստատ չի աշխատելու եւ ընդհանրապես կարող է մի բան էլ վնասի այս գործընթացներին։ Եվ այդ մասին, հայրենադարձության մասին մտածել են բոլոր իշխանությունները եւ բոլոր մեր պետությունները։ Առաջի հանրապետությունը եւս մտածում էր հայրենադարձության մասին եւ փորձում էր այն ժամանակ մի քիչ բարդ էր հայրենադարձություն ասած այդ գաղթականներին հավաքելն էր, որովհետեւ ցեղասպանությունից հետո հյուսիսային Կովկասում այստեղ ցրված էին Իրաքում եւ այլը ուղղակի որբեր վերապրածների երեխաներ հավաքել բերելն էր մի փոքր տրամաբանությունը այլ էր, բայց պետությունը ուներ որոշ միջոցներ էր հատկացնում եւ նույնիսկ արտաքին քաղաքական ես շուտ եմ շանտի պատվիրակությունը երբ որ գնում եւ Չիչերինի հետ հանդիպում է կետերից մեկը էր որ թույլատրել որպեսզի Հյուսիսային Կովկասից գային վերադառնացի կանթատ խոչը դոտում են եւ այլ այդ մեր տեսփանները Հյուսիսային Կովկասում որոնք առաջի հանրապետության կան ես արխիվում տեսել եմ իրենց նամակները անդադ գրում են որ նպաստեք որ մարդիկ հետ կան մի մասը իհարկե եկան, մի մասը չեկան, այս Հյուսիսային Կովկասի հայկական համայնքները ձևավորեցի եւ հարստացրեցի, որտեղ համայնքներ միջև այդ էլ ընդեղս միացակային, Արմապիրը եւ այլն նոր Նախիջևան ընդեղ կային, նույն խորհրդային շրջանը եկավ ու առաջին ինչ արեց, առաջի հայրենադարձությունը խորհրդային Հայաստան եղել է 1921 թվականին, այսինքն պետությունը նոր էր ստեղծում։ Պետությունը նոր էր ստեղծվել այդ ծանր պայմաններում մարդիկ Իրաքից 3000 հայերի բերեցին հայրենիք։ Գործընթացը շարունակվեց 20 թվականին, 20-ի դեկտեմբեր, 21-ի հունվար հետո եղավ։
հետո 20-30-ականներին այդ ալիքը սկսեց շարունակվել եւ այլը եւ նաեւ հետաքրքիր բան դուք շատ ճիշտ նշեցիք կա մասնագիտական գրականության մեջ դա կոչվում է էլիտար հայրենադարձություն, այսպես ասած, երբ որ կամ չէ ներողություն, ընտրովի հայրենադարձություն, երբ որ ոչ թե մասսայական հայրենադարձություն է կազմակերպում, կոնկրետ անձերի է խնդրում հետ գալ ասենք Սարյանն եկավ գիտության մշակույթի Թամանյանն եկավ եւ այլը եւ գրողներ ստեղծագործողներ եւ այլը իդեպ ասեմ այդ ընտրովի հայրենադարձությունը այսօր Չինաստանն է կիրառում Չինաստանը ստեցան հայրենադարձության խնդիր չունի քանակական իմաստով թակարակը Chinatown-ներով ինքը նպաստում է պետությունը նպաստում է սփյուռքերի ձևավորմանը բայց ընտրովի հայրենադարձություն են անում ասենք որևէ մի երկրի հայտի չինացու որը գիտական մշակութային կյանքում կամ բիզնեսում կայացած մարդ է երկրին պետք է պայմաններ են ստեղծում որպեսզի վերադառնա դա հետաքրքիր մոդել է հայրենադարձության իրենց դեպքում հակառակ արտագաղթի հետաքրքիր մոդելներ են իրենք էլ ֆինանսավորում այդ Chinatown-ների ցանցը որը փափուկ ուժ է փափուկ եւ ոչ մի փափուկ ուժ է հանդիսանում աշխարհում եւ հետո մեծ հայրենադարձությունը որ իհարկե քաղաքական կոնտեքստ ուներ երկրորդ աշխարհամարտից հետո մոտ 90,000 հայեր եկան ցավոք սրտի այս անգամ Ստալինի պլանները մեր ցանկությունների հետ համընկնում էին բայց ցավոք սրտի չիրականացավ հայտնի այդ ամեն ինչը եւ գործընթացը ստեցյան միջև 80-ականներ շարունակվեց բայց խնդիրը գիտեք որ հայրենադարձության հետ շատ կարևոր է ինտեգրացիոն ծրագրերը որովհետեւ երբ որ 80-ականների վերջին սահմանները բացվեցին 90-ականներին արդեն հիմնականում արտագաղթողները հայրենադարձների զավակներն էին հիմնակ չասեմ բոլորը ինչու որտեվ այդ մարդիկ չէին հասցրել ինտեգրվել լոկալ հասարակությանը տեղական հայկական հասարակությանը եւ անգամ դրա համար մենք բառ ենք օրինել չէ աղբար մարդկանց դրել էինք մի կողմ անուն էինք դրել եւ ենթաինքնության մղել էինք մի կողմ շատ իսկ Իսրայելը ինչ է անում նորից եթե դառնանք այն իր ակտիվ հայրենադարձության շրջանում այդ հայրենադարձների ավանները կային կիբուցներ էին կոչվում մարդկանց բերում էր ինտեգրում էր հասարակությանը լեզու էր սովորացնում օրենքները Իսրայելի հրեական պետության այդ ամբողջ իրավական համակարգը եւ մարդիկ պատրաստ ներմուծվում էին այսպես ասած հասարակություն իսկ մեր մոտ ինչ նույնը մենք անգամ չարեցինք անկախությունից հետո երբ որ մենք ունեցանք իրավիճակային հայրենադարձություն մեկ այլ ձև է նաև հայրենադարձության մեկ այլ ձև է իրավիճակային հայրենադարձությունը ինչա դա նշանակում երբ որ օրինակ Իրաքում Սիրիայում այս իսլամական պետություն պատերազմ մարդը ստիպված հայրենադարձում է հա մի քիչ բանահնչում բայց մարդը այդ հյուրընկալ երկրում ինչ որ ճգնաժամ է ստիպված ուր պիտի գնա առաջինը որոշում է գալ հայրենիք հետո տեսնի ինչ է անում գալիս են հայրենիք եւ մենք պատրաստ չէինք իրենց ընդունելու եւ միջև հիմա էլ վստահ եմ ականատես է եղել փողոցներում երբ որ ասենք երիտասարդ սիրիայերը քայլում են սիրիայերի հետ քայլում այսինքն այդ ինտեգրման process-ները մենք չենք կարողանում պատշաճ կատարել, որն էլ հետագայում արտագաղթի պատճառ է հանդիսանում։ Հա, այդ ինտեգրման մեխանիզմները ցավոք շատ թեմա է բացում, որտեվ ինքը պետք է լիներ պետություն, գիտություն, սոցիոլոգիա, այդ հոգեբանություն, այդ բոլորի համատեղ մի աշխատանք, բայց պետք է լիներ մաքուր պետական պրոյեկտ։ Ինչի մասն է խոսքը, Արցախայությանը չենք կարողանում այսօր ինտեգրենք։ Հակառակը վանում է շատ դեպքում պետությունը այդ մենքի ու դուքի ինչ որ գծեր ենք փորձում առաջացնել, որը շատ վտանգավոր է։ Որովհետև մենք բոլորս էլ կամ մի մասը մի օր գաղթել ենք ստեղ ներգաղթել ենք, հա, մեկը ցեղասպանությունից հետո, մեկը, չգիտեմ, 90-ականներին Բաքու Գիրովաբադը ջարդերից հետո մի մասը, այսինքն այդ շարժերը միշտ կա, էլի, առհասարակ մարդկության շարժերը անընդհատ այդ այսօր աշխարհում ամենամեծ տեմպերն են գրանցվում մարդկային շարժերի ՄԱԿ-ի տարբեր հաշվարկներ կան ամեն տարի իրենք զեկույց են հրապարակում 400-500 միլիոն մարդ կարծեմ վերջին տվյալներով համարվում է տեղաշարժված մարդիկ իհարկե իրենց սփյուռք համարելը շատ բարդ է դեռ սփյուռք համարելը բայց առհասարակ մի հետաքրքիր տեսակ շարժ ասեցի հիշեցի տեսաբաններից էլի մեկը ինչ է ասում մարդկությունը այդ սփյուռքի ծնունդ է էլի որտեղ մարդը սկզբում մի տեղ ասենք եղել է Աֆրիկայում մի օր շարժվել է չէ տեղից ըստ էության
Սպյուրքյան մարդկությունը լայն իմաստով այդ տեղաշարժի արդյունք է եւ այդ տեղաշարժի արդյունքում են ազգերը ժողովուրդները ձևավորվել եւ ասայսինքն հիմքը դեղա էլի շարժն է եւ հետագայում արդեն ազգեր եւ ժողովուրդներ դառնալը մենք խոսեցինք հայկական սփյուռքի մասին Իսրայելին իհարկե հիշեցինք եվրեական սփյուռքը Չինաստանին նոր բերեցիր որ էլ ուշ ինչ հաջողված օրինակներ կա որ կարող ես բերել տեսեք հույները կազմակերպված սփյուռք ունեն եւ դասական սփյուռք այդ բառը ես հաճախ օգտագործեցի փորձեմ նաեւ մեկնաբանել երբ որ ասում ենք դասական սփյուռք հիմնականում ինչի նկատի ունենք դրանք այն սփյուռքներն են որոնք պատմական ինչ-որ մի ժամանակաշրջանում ձևավորվել են եւ մինչեւ հիմա կան եւ ունեն այդ փորձն ու մեխանիզմները հա այդ իմաստով հույները եւս դասական սփյուռք է որովհետեւ մենք գիտենք հույները դեռ վաղանջական ժամանակներից նավարկում էին Հունաստանից դուրս եւ այդ պոլիս քաղուտ քաղաքների այդ ցանցը այդ Սևծովի ափի եւ այլ մնացածը իրենց այդ տեղաշարժերի արդյունքներ, որտեղ իրենք հետո համայնքներ են ստեղծում, հետո հելենիստական շրջանում եւ այլը։ Իռլանդական սփյուռքն է շատ հետաքրքրական, որը նորից համարվում է զոհ սփյուռք, որովհետեւ Իռլանդիայից այդ մեծ արտագաղթը տեղի ունեցավ սովի պատճառով 10-րդ դարի կեսին դա կարտով բանը բերքի հետ կապված խնդիրներ առաջացել գնացին Ամերիկա եւ ըստ էության իռլանդական սփյուռքը իտալական սփյուռքն է բավականին հետաքրքիր եւ այլը որում հետաքրքիր է կներս դատում եմ եւ իռլանդացիներ եւ իտալացիներ որ գալիս էին Միացյալ Նահանգներ շատ դեպքում երկրորդ կարգի քաղաքացիներ էին իրենց համարում եւ հետաքրքիր որ ոչ միայն ռասայական խտրականություն կար, այլ նաև այս ազգային եւ իտալացիները եւ իռլանդացիները ասում են որ հենց դրա համար են միջև հիմա այդ ինքնությունը շատ լավ բան, որովհետեւ քո ասած էլի այդ զոհի վիճակի մեջ են իրենք ապրել էլի։ Սփյուռքների մի հետաքրքիր ձև էլ կա, երբ որ ասում են աֆրիկյան սփյուռք։ Շատ քննարկվում է այս եզրույթը էլի տեսակագրականության մեջ, որովհետեւ տեսեք Աֆրիկան հավաքական, բայց Աֆրիկայում ինչքան ժողովուրդներ չէ պետություններ կան եւ այլը եւ ինքը համարում է զոհ սփյուռքներից մեկը որովհետեւ ասում է դասական այսօրվա այդ աֆրիկացիները որոնք արևմտյան քաղաքակրթության մեջ հայտնվել են որպես ստրուկներ առաջինը եւ ասում է իրենք այսօր ոչ թե լոկալ ինքնություն ունեն ասենք ոչ թե նիգերիացի սուդանցի կամ չգիտեմ ինչ այլ ունեն աֆրիկյան այդ բաքգրաունդը որ իրենք Աֆրիկայից են եկել եւ դա որոշակի ընդհանրություններ է ձևավորում եւ համարվում է լայն իմաստով աֆրիկյան սփյուռք։ Իհարկե, այստեղ կարելի է շատ երկար քննարկել տարաշերտեր եւ այլը, բայց մասնագիտական գրականության մեջ որպես առանձնացվող շերտ ակտիվորեն կա դիսկուրս նաև այդ աֆրիկյան սփյուռք կոչվածի մասին։ Հա, շատ հետաքրքիր է։ Ու բանը մի հետաքրքիր բան էլ հիշեցի քո ասացից, որ ուզում եի ասել, այդ Իսրայել վերադառնալը, որ Աստծուն մոտ լինելու համար հավատաց երկրի բան։ Մեր մոտ էլ մի տեսակ այդ զգացումը կա Արարատն է, չէ՞։ Այո, այո։ Իսկ մարդիկ գալիս են իրենց ամեն օր իրենց աչքի առաջ Արարատ ունենալը էլի։ Դե տեսեք, եթե սիմվոլները շատ կարևոր են։ Այստեղ էլի նմանությունները երևի թե կան ակնհայտ են, նույն այդ վերադարձի գաղափարի հերյական գաղափարախոսությունը գլխավորվողն է սիոնիզմն է, չէ՞։ Սիոն լեռան շուրջ համախմբվելու իդեան էր ակունքում դրված Հերցելի։ Հիմա նույն իմաստով այս դեպքում Արարատն է փոխարինում բայց եթե իրենց մոտ դա հաջողվեց գաղափարախոսության վերածել, գաղափարախոսությունն էլ վերածել գործողությունների, որն էլ իրականացվեց, մեր մոտ զրույցների մակարդակից ոնց որ այն կողմ չի գնում ցավոք սրտի տասնամյակներ, հարյուրամյակներ շարունակ այս ամեն ինչը։ Մի հետաքրքիր բան էլ կա ներկա սփյուռքի փոխակերպման մասին կուզեի մի քիչ էլ խոսել հայկական սփյուռքի առասարակ մենք ճգնաժամի մեջ ենք, հա, եւ ինքնության կառույցների մայր համայնքների քայքայման, օրինակ տեսեք, եթե Սիրիայում ընդամենը 20 տարի առաջ 100,000-ից ավել հայ կար, հիմա չգիտեմ
թվերին չեմ տիրապետում հստակ, բայց ասում են 10-15 հազարն է, Իրանում նույնպես թիվը գնալով իջնում է եւ այլը, դրան զուգահեռ արևմտյան երկրներում են համայնքների թիվը աճում, այսինքն մենք եթե գաղթաշխարհի շրջանում հայրենիքում հայությունը շատ էր, դրսում քիչ, հետո փոխվեց Սփյուռքյան շրջանում Մերձավոր Արևելք եւ այլը, հիմա էլ հակառակն է, Մերձավոր Արևելքից արտագաղթ է տեղի ունենում դեպի արևմտաեվրոպական երկրներ եւ մասնավորապես Ամերիկա։ Սա բերում է որոշակի փոփոխությունների, հայկական Սփյուռքի աշխարհագրությունը ակտիվորեն հիմա փոփոխման փուլում է գտնվում։ Ոչ միայն աշխարհագրությունն է փոխվում, այլև դեմոգրաֆիկ պատկերն է հայկական Սփյուռքի փոխվում, եւ սա բերում է նաեւ որոշակի մարտահրավերների ինքնության տեսակետից։ Ես մի ուսանող ունեի, մագիստրոս, որը Ամերիկայում էր սովորում, ինտերվյուներ է իր հետ վերցնում, ինքն էլ էր այս հարցերով հետաքրքրված, տեսեք մի հետաքրքիր բան կար, ասենք հիմա ամբողջությամբ անունը ճիշտ չհիշեմ այդ կազմակերպության, բայց այդ կազմակերպության անվանումը իր մեջ իմ ասած այս ամբողջ երևույթը շերտ պարունակում էր։ Օրինակ, տեսեք ինչ էր կոչվում Ամերիկայի լիբանանահայերի մշակութային միություն։ Պայմանական եմ ասում, մի փոքր անվանում։ Տեսեք, այս մի արտահայտության անվանման մեջ այդ կազմակերպության ինչքան շերտեր կա, այսինքն ինչի մասին է խոսքը։ Նախ հայի մասին է։ Ամերիկայի լիբանանահայերի, հայ մարդու մասին է։ Երկրորդը խոսում է իր ծննդյան երկրի մասին, Լիբանանի, այսինքն այս մարդու ինքնության մեջ իր ծագումը պապերի հայ լինելուն ավելացել է իր լիբանանցի լինելը, որ եւ ինքը նաեւ Լիբանանի կրողն է, մշակույթի, խոհանոցի, չգիտեմ ամեն ինչի, լեզվի միգուցե։ Եվ Ամերիկա, հիմա ինքը Ամերիկայում է արդեն նոր տեղակայման վայրի մասին է խոսում։ Եվ երկրորդ ասեք մշակութային միություն, այդ վերջի արտահայտությունը ցույց է տալի իր ձգտման մասին, որ ինքը դեռևս ուզում է իր ինքնությունը պահպանել, թեկուզ բայց որ մշակույթն է դա։ Հայաստանյան մշակույթն է, լիբանանյան, ինքը ենթադրում է հայկականը, բայց այդ հայկականը արդեն տարբեր է, որովհետև դրա զուգահեռ կա սիրիահայերի, իրանահայերի, հայաստանցի հայերի, այդ աղջիկը ասում էր Բոստոնում մի խումբ հայեր փորձում են ստեղծել հայաստանցի հայերի, ասում եմ ես ասացի ամոթ է, հայաստանցի հայը որն է, թեև լայնորեն այդ կենցաղային մակարդակում դա կիրառում է։ Ես այս երևույթը անվանում եմ Սփյուռքի ձևավորում, որովհետև իրենք արդեն ոչ թե հայկական Սփյուռքն են, այլ Լիբանանի հայկական Սփյուռքն են արևմտյան հատվածներում։ Եվ սա նոր իրողություն է, որը ակտիվ վերջի տասնամյակներին է փաստորեն ձևավորում եւ մեծ դաշտային աշխատանք է պետք անել համապատասխան մասնագետներով հասկանալու համար այս երևույթը ինչ է իրենից ներկայացնում եւ ուր է գնալու եւ առասարակ Սփյուռքագետի գործը գիտեք ինչ մեկ մասնագիտության կամ առարկայի գործիքակազմով աշխատելը հստակ արդյունքներ չի տալիս։ Այսինքն եթե դու միայն պատմաբան ես եւ ուզում ես Սփյուռք ուսումնասիրել միայն պատմագիտության գործիքակազմով, չի ստացվելու։ Դու այնտեղ պիտի լինի սոցիոլոգիա, պիտի լինի ազգագրություն, պիտի լինի հոգեբանություն, պիտի լինի մշակութաբանություն, այս ամեն ինչի սինթեզը քեզ հնարավորություն կտա նման երևույթները մինչև վերջ հասկանալու համար եւ ճիշտ գիտական հետեւություններ անելու համար։ Այլապես գնահատականները կմնան խիստ մակերեսային։ Հա, ու մի բան կա, չգիտեմ, ճիշտ եմ, չէ, ես միշտ լսել եմ, որ ինչի է ավելի արժեքավոր Մերձավոր Արևելքյան Սփյուռքը, որովհետեւ քանի որ դու ապրում ես, չասեմ թշնամական, բայց այլ միջավայրում, մուսուլմանական միջավայրում, այլախոս միջավայրում, որ դու ստիպված ես պայքար մղել։ Պայքարը պահում է քո ինքնությունը։ Երբ որ դու ավելի լավ պայմաններում ես ապրում, Կանադայում օրինակ, կանադահայության պայմաններում պետությունը ամեն ինչ համար ստեղծել է եւ այլն, այդ պայմաններում դուրում ավելի հա ճիշտ է։ Լրիվ ճիշտ է, մանավանդ որ Ամերիկայում, Կանադայում դիտոսակիր ազգ ասած է մի փոքր հարաբերական է, բոլորն էլ ներգաղթյալ են, մի օր եղել, այսօր ամերիկացի են, կանադացի են եւ այլը։ Այս պարագայում այլ ձուլումը շատ արագ է, մանավանդ միջավայրը նպաստում է։ Իսկ Մերձավոր Արևելքի դեպքում լրիվ ճիշտ ասացիք,
տարբեր էթնիկ կրոնական խմբեր կան եւ դու անդադ ճնշումների տակ ես, բայց նաեւ պիտի գումարենք, որ այդ համայնքները 20-ականներին ձևավորվեցին կազմակերպված քանակական մեծ թվով նաեւ այդ իմաստով եւ իրենց մոտ այդ երանդը եւ հայ մնալու ձգտումը շատ ավելի թարմ էր, ուժեղ էր, նոր էին ցեղասպանությունը վերապրել, տուն ու հայրենիք կորցրել եւ շատ տաք էր, բայց ժամանակի ընթացքում մարում, սառում ամեն ինչ եւ այս արտագաղթերն էլ բերում են նրան, որ մարդկանց մոտ ցավոք սրտի էլի մի տերմին ասեմ, սիմվոլիկ ինքնություն է ձևավորվում, գիտեք ինչ, ինքը ասում է հայ ես հայկական արմատներ ունեմ, էլ չի ասում ես հայ եմ, այսինքն ինքնությունը հայկական դառնում է սիմվոլիկ, ինքը հա կարող է վերազարթոնք ունենա ինչ որ մի բան, օրինակ տեսեք, եթե բանը այդ Արցախյան շարժումը եւ սպիտակի երկրաշարժը եթե չլիներ, Սփյուռքի շատ շերտերի համար ձուլումը շատ ավելի վաղուց ավարտված կլիներ։ Շատ, ասենք, անգամ նույն Շարլ Ազնավուր մեծություններ եւ այլը, սա այդ տրագեդիան ստիպեց նորից հետ գնալ արմատներ, այդ հավաքական ցավի զգացողությունը շատերը եկան, տեսան հայրենիքը ավելի հասանելի դարձավ, որտեղ 70 տարին փակ է տեխնոլոգիաներն էլ ձեր նշած դեռ չկային, այդ բումը եղավ էլ ինքնության։ Հիմա նոր մարտահրավերներ ունենք։ Հիմա արդեն նոր աշխարհը փոխվել է, նոր խնդիրներ, նոր իրավիճակներ եւ նոր մարտահրավերներ են փաստորեն իհայտ գալիս։ Հա, իսկ նաեւ այդ երբ որ մենք խոսում ենք այս ձևափոխումների մասին, ուզենայի հասկանայի Հայաստանի գոյությունը այսօր, էլի ճիշտ եմ չի հասկանում, որ Հայաստանի այսօր գոյությունը ինքը Սփյուռքի պահպանման, Սփյուռքի ինքնության պահպանման ամենամեծ գրավականն է։ Եթե Աստված մի արասցե պատկերացնենք, որ Հայաստանը չկա, այդ Սփյուռքերը շատ ավելի շուտ են ուրվելու գնալու։ Պորտալարի պես մի բան է կապված հայրենիքից, ես առասարակ Սփյուռքը գալում եմ sense Հայաստանի հետ մի մեծ շղթայի տարբեր օղակներ, ամենամեծ ու կարևոր շղթան Հայաստանն է եւ այդ ազդակները պիտի այստեղից գան եւ այստեղ ավարտվեն այդ ամեն ինչը, բայց ելի մի ինքնատիպ բան կա այստեղ, որ հայկական Սփյուռքը քանի որ 100-ամյակների, 1000-ամյակների օտար միջավայրում ապրելու փորձ ունի, օրինակ տեսեք Հայաստան-Սփյուռք հարաբերությունը հիմա ճգնաժամային վիճակում են, բայց Սփյուռքը իր օրակարգով ապրում է, իր մեխանիզմերով ապրում է որոշակի։ Կան երկրներ ինքնաբավ է, ինչ-որ չափով, որ ինքնաբավ է եւ այդ մեխանիզմներ ունի, կան երկրներ, օրինակ, որ պետությունը փորձում է Սփյուռք ձևավորել, որպես քանի որ Սփյուռքը ռեսուրս է իր համար ընկալվում եւ այդ երկրների պարագայում տվյալ երկիր Սփյուռք հարաբերությունները ուղղահայաց են։ Ադրբեջանը։ Օրինակ Ադրբեջան, այսինքն ինչ անում, փորձում է, չգիտեմ, իր ֆոնդերի միջոցով կազմակերպի Ռուսաստանի ադրբեջանցիներին, հատկապես երիտասարդներին դեռ կրթության են ուղարկում համալսարաններ, հետո ներգրավում են կառույցների մեջ եւ այլը։ Հայաստանը երբեք կամ որոշ դեպքերում միգուցե արելա կամ չի արել։ Սփյուռքը ինքն իրեն է այդ դրա համար մեր հարաբերությունը հորիզոնական ավելի շատ։ Սփյուռքը այստեղ է, մենք թեև ասեմ անկախությունից ի վեր մշտապես փորձը արվել Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հարթակ ունենալ։ Օրինակ այդ Հայաստան-Սփյուռք համաժողովները, որ 99 թվականից սկսեցին եւ շարունակվում են, դա ինչ էր հարթակ երկխոսության, որպիսի ընդհանուր օրակարգ ունենանք մենք։ Եվ ես հիշում եմ արխիվում հանդիպեցի փաստաթղթերի, երբ 88, 89, 90 թվականներին, երբ որ Հայաստանում դեռ խորհրդային կարգեր էին հաստատված, հայկական Սփյուռքի կուսակցությունները նամակով դիմում էին այդ ժամանակվա խորհրդային իշխանություններին եւ խնդրում էին, որպիսի համահայկական կարեւորություն ունեցող հարցերում հաշվի առնեն Սփյուռքի ձայնը գոնե խորհրդատվական ձայնի իրավունքով, իսկ համահայկական հարցեր իրենք այդ ժամանակ ընկալում էին Արցախը եւ ցեղասպանության ճանաչման հարցը։ Ասում էին դուք պետություն եք, այո, դուք ունեք ձեր քաղաքականությունը ներքին եւ արտաքին, բայց կան հարցեր, որը միայն ձերը չեն։ Դա համահայկական է եւ պիտի մեզ լսեք։ Այսօր էլ է Սփյուռքը փորձում այդ ձայնը բարձրացնել եւ 90-ականներին արդեն հետագա 2000-ականներին տարբեր հարթակներում փորձեր արվում այդ ինտեգրել, անգամ Սփյուռքը պահանջում էր, օրինակ ես Սփյուռքյան մամուլում շատ եմ կարդում, որ
լինի մի ձևաչափ, որ Սփյուռքը մասնակցի Հայաստանի քաղաքական կյանքին։ Իհարկե սա իր վտանգներն ու մարտահրավերները ունի։ Ես անգամ հիշում եմ, որ 2005 թվականի սահմանադրության նախագծի հայեցակարգում, ոչ թե նախագծում, այլ հայեցակարգում մի դրույթ կար, որ ապագայում ստեղծել երկպալատ պարլամենտ, ներողություն 5 կամ 15 թվականի հիմա արդեն խառնեցի, երկպալատ պարլամենտ, ինչ-որ սենատ, պայմանական եւ այլն, ինչ-որ մի բան, որ Սփյուռքի քաղաքական ներկայացվածությունը այդ պալատում հնչեր եւ իհարկե իրենք ներքաղաքական ներքին կյանքի կառավարման որոշումներ չպիտի մասնակցեն, բայց ձևաչափ էին փնտրում, որպեսի մասնակցեր։ Դա կբերեր Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ավելի սերտացմանը, բայց եթե անկեղծ նաև իր մեջ լուրջ խնդիրներ է պարունակում, հետագա նախագծից այդ դրույթը հանվեց, հավանաբար ձևաչափ արդյունավետ չեն կարողացել գտնել եւ վտանգները ավելի գնահատվեցին, հարաբերությունները։ Ուզում եմ ասել, միշտ այդ փնտրտուքը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների արդյունավետ երկխոսության եւ փոխգործակցության եղել է, բայց Սփյուռքը միշտ իր օրակարգն է ունեցել, Հայաստանի Հանրապետությունը հիմնականում իր օրակարգն է։ Իհարկե երբեմն այդ օրակարգները մեկտեղվել են, օրինակ երբ որ ցեղասպանության 100-րդ տարելիցն էր նշվում, օրակարգ բան ստեղծվեց, չէ, համահայկական խորհուրդ ստեղծվեց, որը զբաղվում էր համահայկական հռչակագիր, բայց օրինակ հակառակը ես հիշում եմ այդ ֆուտբոլային դիվանագիտության օրերին, չէ, որ փորձեր արում, Սփյուռքն վզեց ցույցեր կազմակերպվեց, երբ որ այդ համահայկական ուղևորությունը Սերժ Սարգսյանը կազմակերպել էր գնալ Սփյուռքին համոզել, որ գիտեք ինչ հայ-թուրքական հարաբերությունները բայց միայն այն որ ինքը Սփյուռքը չհամաձայն, բայց մենակ այն որ ինքը մտածում էր որ պետք է գնա եւ իրենց դա համոզի, արդեն ցուցիչ էր։ Դա ինքնատիպ երևի թե առաջի դեպքն է եղել մեր պատմության մեջ, եթե չեմ սխալվում, երբ որ հայկական պետության քաղաքական իշխանությունը իր արտաքին քաղաքականության իմպլեմենտացիայի ժամանակ, իրականացման ժամանակ փորձում էր համոզել երկխոսե Սփյուռքին, որ սա պետք է։ Կամ կարող ասել, չէ, որ իմ պետական շահը ենթադրում է բաց սահման, մենք բացում ենք այս սահմանը եւ Սփյուռք դու ապրում ես քո հայրենիքում, քո հյուրընկալ երկրում, ապրի քո կյանքով, դա մի խար, բայց փորձ արվեց համադրել այդ։ Իհարկե չհաջողվեց ոչ սահմանի բացում, ոչ Սփյուռքին համոզել այդ շրջանում, բայց փորձ արվեց, դա հետաքրքիր դրվագիր, ճիշտ է, Այսինքն եթե մենք վերլուծում ենք այդ Հայաստան պետություն եւ Սփյուռք հարաբերությունները, սկսած 18-ից հետո, երբ որ կար արդեն պետականություն, իր հետաքրքիր այդ զարգացումներով շարունակվել է, ունենալով ճգնաժամներ, ձեռքբերումներ, լարվածություններ, հասկացվածություններ եւ չհասկացվածություններ միմյանց, որը անընդհատ շարունակվել է եւ այսօրը շարունակվում է այդ վայրի վերումներով գնալ առաջ։ Հա, եւ բան էլ ավելացնեմ, այն ես քանի որ այդ 100-րդ տարելիցի հետ կապված մասնակցել եմ այդ խորհրդի աշխատանքներին, գաղափար կար արդեն վերջին նիստներ, երբ որ արդեն վերջին դրանց արդեն հարավային միջոցառումները անցել էին, հաջողությամբ իրականացվել էին, համահայկական հռչակագիր ընդունվել էր, եւ վերջին նիստի ժամանակ նման միտք հնչեց, որ հազիվ գտել են եզակի մի կառույց, որ պարբերաբար հավաքվում է, միգուցե այդ համահայկական խորհրդին տանք ինչ-որ մշտական գործող կառույցի, որը այլ մեծ պրոյեկտներին էլի նույն մասնակցությունը, բայց ցավոք չստացվեց եւ հա, երբ ամեն դեպքում ճիշտ է, ֆորմատի հարց է, էլի, պետք է ճիշտ ֆորմատը գտնվի։ Մշտական մի գործող մարմին պետք է, այդ Հայաստան-Սփյուռք համաժողովները տարբեր անուններով, տարբեր ձևաչափերով 2-3 տարին մեկ լինում են, բայց երբեմն գիտեք, ինչ տպավորությունները հավաքվեցին, խոսեցին, գովեցին, ուրախացան, քննադատեցին միգուցե ու գնացին տներով, այդ գործադիր մարմինը դրանից հետո գործող պայմանականը չի ստեղծվում, դա կլինի համահայկական խորհուրդ, ազգային խորհուրդ, չգիտեմ ինչ-որ մի անունով, ինչ-որ մի մարմին անպայման պետք է, որը համադրի Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ու ձևավորի քաղաքական օրակարգ։ Հա, այդ է, միգուցե մենք էլ իրոք չենք հասկացել, մենք ինչ ենք ուզում Սփյուռքից, որպեսզի այդ օրակարգը առաջարկենք։ Նշեցիք, որ բանը չինացիները գտել են մոդելը։ Իրենք ասում են
գնացեք եւ այնտեղ ստեղծեք Chinatown-ներ եւ դրանով այդ փափուկ ուժով ազդեք այդ պետությունների վրա, բայց հատուկենտ մենք մարդկանց բերում ենք, որ մեզ ուժը դա քաղաքականությունը հստակ մշտական մոդել է։ Մենք չգտանք այդ մոդելը, լավ, ինչ ենք ուզում մենք այս մարդկանցից։ Մենք չգտանք, ինչ ենք ուզում եւ ցավոք սրտի հանրային ընկալումներում Սփյուռքը երբեմն ասոցացվում է ինչ որ այս կամ այն հարցով գումար ուզելու բանկոմատի հնարավորության ինչ որ մի վայր այդ իմիջից Հայաստանը պիտի փորձի դուրս գալ նաև Սփյուռքն է այդ իմիջի մեջ մտնում ես թվում է որ ես այսքան գումար եք ուզում չենք ուզում գումար ուզում ենք ուրիշ ձևով համագործակցել այո իհարկե նոր չեն այս մտքերը եղել են փորձեր տարբեր ձևով մարդիկ աշխատել են եւ այլն բայց հələ որ չի հաջողվել ցավոք սրտի եւ սա մեր համահայկական խնդիրների մեջ ամենակարևորներից մեկն է ամենակարևոր բացթողումներից մեկը մտածել է պետք է եթե մենք այն եզակի ազգերից ենք որ այդ համաշխարհային ցանց ունենք իդեմս հայկական կառույցների հայկական եկեղեցու եւ ներկայացվածության ըստ տվյալների 120 երկրներում կան հայկական համայնքներ եթե մենք սա դիտարկում ենք ռեսուրս եւ ուզում ենք օգտագործել, ապա պիտի ունենանք այդ օրակարգը պատեհապաշտական իրավիճակային մոտեցումները չեն բերելու համակարգային լուծումների եւ արդյունքների այո ճիշտ է Էդգար ջան շատ շնորհակալ եմ շատ հետաքրքիր եւ կարեւոր զրույց ստացվեց ու հուսով եմ գոնե չգիտեմ քաղաքականության ձևակերպողները կլսեն մեզ եւ ի վերջո կփորձեն այդ ուղղությամբ աշխատել։ Մենք ուղղակի աշխատում են, ուղղակի մենք չենք տեսնում այդ աշխատանքի արդյունքները։ Եվ ավանդական հարց ունեմ, ինչու զբաղվել պատմությամբ։ Ինչու ուսումնասիրել պատմություն, որովհետեւ մենք միջև յետերն էլ խոսում ենք դրա մասին, որ հիմա մի տեսակ բալանսը էլի շեղվել է դեպի համակարգչային գիտությունների կամ տեղեկատվական տեխնոլոգիաներ, ավելի բնական գիտությունների եւ մի տեսակ երկրորդ պլան է մղում եւ անտեսվում է։ Ոչ թե անտեսվում, տեսակ ոնց ասեմ, թերա գնահատվում է, հա, այն արժեքը, որ կարող է բերի մեր հանրային կյանք պատմությունը։ Եթե ցանկանում Եվ երկրորդ հարցը, ինչու անձամբ դուք որոշեցիք, որ պետք է հենց դրանով զբաղվեք։ Առաջի հարցից կամ եթե ցանկանում ես ճանաչել քեզ ու պահպանել քո ինքնությունը, միշտ պատմություն ուսումնասիրելը լինելու է արտիական անկախ նրանից դա որ մասնագիտության հետևից ես գնելու եթե այո տարաձուլման եւ միօրինականացման մասին է ապագայի զրույցը դեպքում պատմության դերը նվազելու է բայց կյանքը ցույց է տալիս որ այդպես չէ եւ անընդհատ մարդիկ վերադառնում են պատմության անգամ մեծ քաղաքականության դեպքում եւ հետեւաբար պատմությունը լավ իմանալ եւ ճիշտ իմանալը հրամայական է եւ միշտ օրվա խնդիր է ես ինչու որոշեցի նախ փոքր ժամանակից սիրում եի բայց իմ պատմության ուսուցիչը մեծ դեր ունեցավ այս ամեն ինչում եւ չեմ փոշմանել հա շատ կարևոր է ուսուցիչները այնքան հետաքրքիր է որ ոնց կարելի կյանքի ինչ որ մի փուլում մի փոքրիկ դետալը կարող է ամբողջությամբ քո Ես իրականում իսկ մաթեմատիկայի ոլորտում էի այդ դպրոցական միջին տարիներին անգամ պարապում էի, դա սիրում էի տարարկան եւ այլն, բայց հետո այսպես ասած պատմությունը եկավ իս խոսքը ասած եւ իրականում չեմ փոշմանել, ես սիրել եմ դա, սիրում եմ եւ դա դարձավ նաեւ իմ համար մասնագիտություն, աշխատանք եւ ամեն ինչ, կյանքի մի մաս ուղեկից է։ Հա, այդ առումով մենք իհարկե բախտավոր մարդիկ ենք, որտեվ պատմություն դու կարող ես եւ միշտ այդ իմ ծանոթ ընկերները միշտ են ասում, որ դու գործի տեղը կարդում ես պատմական գրքեր, հետո հանգստի ժամին նորից կարդում ես պատմական գրքեր, որովհետեւ ու այդ առումով մենք մեր աշխատանք եւ մեր կյանքը, մեր հոբին իրարից չենք տարբերում եւ դա երջանկություն է, էլի։ Համաձայն եմ։ Շնորհակալ եմ նորից։ Ես եմ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար։